Գիտեք, ինչ է ամենաընդհանուր սխալը լուսնի մասին։ Կարծում եք, որ այն ամբողջովին զուրկ է մթնոլորտից։ Դպրոցում այդպես սովորեցրին, գրքերում այդպես է գրված։ Նույնիսկ համացանցում հազարավոր հոդվածներ պնդում են, որ լուսինը գոյություն ունի բացարձակ վակուումում։ Բայց ահա, հազվադեպ պահերից մեկն է, երբ ամենատարածված ճշմարտությունը սխալ է։ Իսկ իրականությունը շատ ավելի դիտարօրինակ է, քան կարելի է պատկերացնել։ Հիմա պատկերացրեք, որ դուք կանգնած եք լուսնի մակերևույթի վրա։ Կայացած կոստյումի ապակե դիմակի միջից նայում եք երկրին։ Ձեր շուրջը բացարձակ լռություն է, ոչ քամուշչակ, ոչ մթնոլորտի ճոճանակ։ Իսկ հետո դուք նայում եք ձեր ոտքերին եւ տեսնում, որ փոշու մասնիկները, որոնք բարձրացել են ձեր կոշիկի հարվածից, չեն նստում ուղիղ գետնին։ Դրանք շարժվում են տարօրինակ կերպով, ավելի դանդաղ, քան ակնկալում էիք։ Սա տեսնվել է Ապոլլո առաքելությունների տեսանյութերում։ Իսկ պատճառը ոչ թե ցածր ձգողականությունն է, պատճառը ավելի խորն է։ Լուսինն ունի մթնոլորտ։ Բայց սպասեք, մի շտապեք փակել այս տեքստը, կարծելով, որ դա հերթական գիտափորձային հեքիաթ է։ Ճիշտն ասած, հիմա ես լիովին հասկանում եմ, թե ինչ եք մտածում։ Եթե լուսին ունենար մթնոլորտ, մենք այն կտեսնեինք։ Աստրոնավտները կկարողանային շնչել, դրոշը կփողփողվեր։ Ճիշտ է, այդտեղ է խնդիրը։ Մենք սովոր ենք մտածել մթնոլորտի մասին երկրային հասկացություններով։ Բայց տիեզերքում գոյություն ունի ինչ-որ բան, որը գտնվում է մթնոլորտի եւ բացարձակ վակուումի միջև։ Գիտնականները այն անվանում են էկզոսֆերա։ Իսկ լուսնի դեպքում այս էկզոսֆերան այնքան տարօրինակ է, որ երկար տարիներ պարզապես անտեսվել է։ 1969 տարի։ Ապոլլո 11 առաքելություն։ Երկու աստրոնավտ՝ Նիլ Արմսթրոնգն ու Բազ Օլդրինը առաջին անգամ թողնում են մարդկային հետքեր լուսնի փոշու վրա։ Իսկ մի փոքրիկ գիտական սարք, որը տեղադրվել է մակերևույթի վրա, սկսում է ֆիքսել տարօրինակ ինչ-որ բան։ Այն կոչվում էր Lunar Atmosphere Composition Experiment։ Անունը ինքնին էր հակասական։ Ինչ մթնոլորտային կազմություն կարող էր լինել այնտեղ, որտեղ բոլորն էլ համաձայն էին, որ ոչինչ չկա։ Սարքը չափեց, իսկ տվյալները, որոնք վերադարձան երկիր, ցնցեցին գիտական համայնքին։ Իսկապես կար ինչ-որ բան։ Ոչ այնպիսին, որն անվանենք մթնոլորտ սովորական իմաստով, բայց էլ ոչ էլ բացարձակ ոչինչ։ Արգոն, հելիում, նատրիում, ատոմներ, որոնք պտտվում էին լուսնի մակերևույթից 300 կիլոմետր բարձրության վրա։ Դրանք չէին բախվում միմյանց, դրանք ոչ թե ճնշման տակ էին գազի պես, դրանք պարզապես գոյություն ունեին որպես մեկուսացված մասնիկներ, որոնք աննկատելիորեն շրջում էին փոքրիկ աշխարհի շուրջը։ Բայց որքան բարակ է այդ մթնոլորտը։ Պատկերացրեք 1 խորանարդ սանտիմետր երկրի մթնոլորտ, ծովի մակարդակին։ Այնտեղ գոյություն ունի մոտավորապես 25 միլիարդ մոլեկուլ։ Այդ թիվը այնքան մեծ է, որ մարդկային ուղեղը ֆիզիկապես անկարող է այն պատկերացնել։ Բայց փորձենք այսպես։ Եթե դուք վերցնեիք 1 խորանարդ սանտիմետր երկրի օդ եւ սկսեիք հաշվել մոլեկուլները մեկական հատվարկյանում, ձեզ անհրաժեշտ կլիներ 800 միլիոն տարի ավարտելու համար։ Հիմա վերցրեք 1 խորանարդ սանտիմետր լուսնի էկզոսֆերա։ Այնտեղ կգտնեք ընդամենը մոտ 200,000 մասնիկ։ Ոչ միլիարդներ, ոչ միլիոններ, 200,000։ Սա հարաբերակցություն է, որը գրեթե անհնար է պատկերացնել։ Լուսնի մթնոլորտը ծանրաբեռնած է 100 տրիլիոն անգամ ավելի քիչ, քան երկրինը։ Թույլ տվեք այդ թիվը գրել այլ կերպ։ Եթե երկրի մթնոլորտի խտությունը համարենք 100%, ապա լուսնի մթնոլորտի խտությունը կլինի 0.00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 0 Բայց սա դեռ ավելի տարօրինակ է դառնում։ Երկրի մթնոլորտում մոլեկուլներ արտահայտելու համար։ Բայց սա դեռ ավելի տարօրինակ է դառնում։ Երկրի մթնոլորտում մոլեկուլները անընդմեջ բախվում են միմյանց։ Թթվասնի մոլեկուլը բախվում է ազոտի մոլեկուլին, միջինը 7 միլիարդ անգամ մեկ վայրկյանում։ Այդ բախումներն են ստեղծում ճնշում։ Այդ բախումներն են թույլ տալիս ձայնի ալիքներին տարածվել։ Այդ բախումներն են այն, ինչ մենք անվանում ենք գազ։ Լուսնի էկզոսֆերայում ատոմները գրեթե երբեք չեն բախվում միմյանց։ Հարցրեք ձեզ, որքան հաճախ։ Հաշվարկները ցույց են տալիս, որ մեկ ատոմ միջինում մեկ անգամ է բախվում մեկ այլ ատոմի 7 օրում։ 7 ամբողջ օր։ Երկրի մթնոլորտում մեկ վայրկյանում տեղի է ունենում 7 միլիարդ բախում։ Լուսնի էկզոսֆերայում մեկ անգամ 7 օրում։ Սա ոչ թե մթնոլորտ է սովորական իմաստով։ Սա ավելի շատ նման է ուրվականների սենյակի, որտեղ յուրաքանչյուր ուրվական շարժվում է իր ուղիով եւ գրեթե երբեք չի հանդիպում մյուսների։
Բայց եթե լուսնի մթնոլորտն այդքան բարակ է, այդ դեպքում ինչպես է այն հանդես եկել։ Երկրի մթնոլորտը ձևավորվել է միլիարդներ տարիներ առաջ, երբ մոլորակը միասնացավ եւ գազերը դուրս գալիս էին հրապխներից։ Բայց լուսինը մեռած աշխարհ է։ Ոչ հրապխներ, ոչ տեկտոնիկ թիթեղներ, ոչ ցամաքամայրային սողք։ Ուստի որտեղից է գալիս այդ մթնոլորտը։ Պատասխանը գտնվում է 3 գլխավոր աղբյուրներում։ Առաջինը արեգակնային քամին։ Պատկերացրեք, որ արեգակը անընդհատ արձակում է մասնիկների հոսք, հազարավոր կիլոմետր վայրկյանում, պրոտոններ, էլեկտրոններ, հելիումի հատիկներ, դրեր, դրանք սլանում են տիեզերքով եւ բախվում լուսնի մակերևույթին։ Երկրի դեպքում մագնիսական դաշտն ու մթնոլորտը պաշտպանում են մեզ այդ ճառագայթումից, բայց լուսինը չունի մագնիսական դաշտ։ Այդ մասնիկները ուղղակիորեն հարվածում են ռեգոլիթի, լուսնի փոշու վրա։ Իսկ երբ արեգակնային քամու պրոտոնը բախվում է լուսնի ապարին, տեղի է ունենում տարօրինակ բան։ Պրոտոնը խմբագրում է ապարի մեջ գտնվող ատոմները։ Նատրիումի ատոմ ազատվում է, կամ կալիումի ատոմ։ Դրանք խաթարվում են մակերևույթից եւ սկսում են թռչել դեպի վեր։ Ոմանք հասնում են բավականաչափ բարձրություն, մուտք գործելու համար էկզոսֆերա։ Մյուսները վերադառնում են նետից հետո։ Բայց վերջ պրոցեսն անընդհատ է։ Արեգակնային քամին միշտ փչում է, իսկ մասնիկները միշտ ազատվում են։ Երկրորդ աղբյուրը՝ ռադիոակտիվ քայքայում։ Այո, լուսնի ապարները պարունակում են ուրան եւ թորիում։ Այդ տարրերը դանդաղորեն քայքայվում են։ Իսկ երբ ուրանի ատոմը քայքայվում է, այն արձակում է ալֆա մասնիկ։ Այդ ալֆա մասնիկը ոչ այլ ինչ է, քան հելիումի միջուկ։ Հազարամյակների ընթացքում այդ հելիումը հավաքվում է ապարների ներսում։ Իսկ հետո, երբ արեգակը ջերմացնում է մակերևույթը, հելիումը դանդաղորեն արտահոսում է դեպի տիեզերք։ Դա պրոցես է, որը տևում է միլիոններ տարիներ։ Բայց լուսինը գոյություն ունի մոտ 4 միլիարդ տարի։ Ժամանակ է եղել։ Երրորդ աղբյուրը, ամենաբռնկիչը՝ միկրոմետեորիտներ։ Յուրաքանչյուր օր հազարավոր փոքրիկ ապարներ բախվում են լուսնին։ Դրանց մեծ մասը ավելի փոքր են, քան ավազի հատիկը, բայց դրանք շարժվում են հսկայական արագությամբ։ Երբ նման մասնիկ բախվում է մակերևույթին, այն չի պարզապես արտադրում փոքրիկ հանույթ։ Բախման էներգիան այնքան մեծ է, որ մակերևույթի նյութը գրեթե սկսում է եռալ։ Ատոմները ազատվում են կողտի պես։ Բազմաթիվ բախումներ յուրաքանչյուր օր նշանակում է, որ անընդհատ արտադրվում են նոր ատոմներ էկզոսֆերայի համար։ Բայց ահա, ամենահետաքրքիրը։ Այդ ատոմները չեն մնում այնտեղ հավերժ։ Արգոնի ատոմը, օրինակ, միջինում ապրում է լուսնի էկզոսֆերայում մոտ 6 ամիս։ Նատրիումի ատոմը մոտավորապես 2 օր։ Հելիումի ատոմը կարող է գոյություն ունենալ մի քանի տարի, բայց վերջում դրանք բոլորը փախչում են։ Ինչպես։ Լուսնի ձգողականությունը չափազանց թույլ է պահելու այդ արագընթաց մասնիկները, այսպես որ դրանք պարզապես սլանում են տիեզերք։ Մի մասը վերադառնում է եւ բախվում մակերևույթին։ Մյուսները կորչում են հավերժության մեջ։ Սա նշանակում է, որ լուսնի մթնոլորտը ոչ թե կայուն մեծություն է, այն կենդանի համակարգ է, որը անընդհատ թարմանում է։ Յուրաքանչյուր ատոմ, որը դուրս է թռչում տիեզերք, փոխարինվում է նորով։ Յուրաքանչյուր օր հազարավոր ատոմներ ավելացվում են։ Յուրաքանչյուր օր հազարավոր ատոմներ կորչում են։ Իսկ մեջտեղում գոյություն ունի այս փոքրիկ բալանսը, այն, ինչ մենք անվանում ենք լուսնի էկզոսֆերա։ Բայց ինչու է սա կարևոր։ Ինչու հազարավոր գիտնականներ ծախսում են տասնամյակները ուսումնասիրելով ինչ-որ բան, որն այնքան բարակ է, որ չէ կարող անգամ անվանվել մթնոլորտ։ 1999 տարի։ Ճապոնիայի ազգային աստղադիտարանի գիտնականներն աշխատում էին Սուբարու հեռադիտակի հետ։ Դրանք ուղղեցին այն դեպի լուսին։ Իսկ այն, ինչ նրանք տեսան, փոխեց ամեն ինչ։ Նատրիումի ատոմների պայծառ դեղին գիծ լուսնի շուրջը։ Այդ գիծը չէր լինում միշտ նույնը, այն փոփոխվում էր ըստ օրվա ժամանակի։ Ավելի պայծառ առավոտները, ավելի մգական երեկոյան։ Իսկ երբ լուսինը անցնում էր երկրի մագնիսական պոչի միջով, նատրիումի գիծը գրեթե անհետանում էր։ Սա ոչ թե պարզապես հետաքրքիր երևույթ էր, սա էր ապացույց, որ արեգակնային քամին ուղղակի փոխազդեցություն ունի էկզոսֆերայի հետ։ Երբ արեգակնային քամին հասնում է լուսնին, այն քարշ է տալիս նատրիումի ատոմները մակերևույթից։ Երբ քամին կանգ է առնում, նատրիումը նստում է վերև։ Դա նման էր տեսնելու շնչառությանը։ Լուսինը շնչում էր նատրիում։ Բայց կար ևս մի բացահայտում։ 2005 տարի Հնդկաստանի տիեզերական քննարկման կազմակերպությունը թողարկեց Չանդրայան 1 տիեզերակայանը։ Դրա առաքելություններից մեկը էր քարտեզավորել լուսնի էկզոսֆերան ավելի մանրամասն։ Իսկ այն, ինչ դա հայտնաբերեց, ցնցեց բոլորին։
ջուրը։ Ոչ հեղուկ ջուր, ոչ սառույց, բայց ջրի մոլեկուլներ էկզոսֆերայում։ Ինչպես հնարավոր էր սա։ Լուսինն անցել էր միլիարդներ տարիներ արեգակի ճառագայթման ներքո։ Ցանկացած ջուր պետք է գոլոշիացած լիներ դեռ սեղմ տարիներ առաջ, բայց ահա դա էր։ Հիդրոքսիլ իոններ, օդում։ Ջրածնի և թթվածնի ատոմներ միացած միասին։ Գիտնականները ունեին տեսություններ։ Միգուցե արեգակնային քամու պրոտոններն են բախվում թթվածնի ատոմներին ռեգոլիթում և ստեղծում հիդրոքսիլ խմբեր։ Միգուցե կոմետները երբեք բերել են փոքրիկ քանակությամբ ջուր և դրա մի մասը դեռ ապրում է, կամ միգուցե ինչ-որ այլ պրոցես, որը մենք դեռ չգիտենք։ Բայց սա ավելին էր, քան պարզապես գիտական հետաքրքրություն։ Եթե լուսինն ունի նույնիսկ նվազագույն քանակությամբ ջուր իր էկզոսֆերայում, դա նշանակում է, որ միգուցե կա ավելին սառցի տեսքով կրատերներում։ Իսկ եթե կա ջուր, դա նշանակում է, որ հետագա լուսնային բազաները կարող են օգտագործել այդ ռեսուրսը։ Ջուրը կարող է բաժանվել ջրածնի և թթվածնի։ Թթվածինը շնչելու համար, ջրածինը վառելիք։ Ամեն մի կիլոգրամ ջուր, որը չպետք է տեղափոխել երկրից, խնայում է հազարավոր դոլար։ Եվ դեռ էլ այլ խորհուրդներ կան։ 2011 տարի NASA-ի Lunar Reconnaissance Orbiter տիեզերակայանը պտտվում էր լուսնի շուրջը։ Դրա սարքերից մեկը, Lyman Alpha Mapping Project, նախատեսված էր չափելու արգոնի բաշխումը էկզոսֆերայում։ Իսկ այն, ինչ այն գտավ, արդեն իսկ անկարևոր էր։ Արգոնի խտությունը չէր միատեսակ ամբողջ մակերևույթի վրա։ Կային հատուկ տեղեր, որտեղ արգոնի կոնցենտրացիան ավելի բարձր էր։ Սա կարող է լսվել անկարևոր, բայց պատկերացրեք, ինչ է դա նշանակում։ Արգոնը արտադրվում է ռադիոակտիվ քայքայումից։ Եթե արգոնի ավելի շատ է որոշակի տարածքներում, դա նշանակում է, որ այդ տարածքներում ավելի շատ ռադիոակտիվ տարրեր են։ Իսկ սա նշանակում է, որ գիտնականները կարող են օգտագործել էկզոսֆերան որպես քարտեզ, գտնելու համար հետաքրքիր ապառներ մակերևույթից ներքև։ Մթնոլորտը դառնում է գործիք։ Բայց թերևս ամենատարօրինակ բացահայտումը եկավ 2014 տարի։ LEDI տիեզերակայանը, Lunar Atmosphere and Dust Environment Explorer, թողարկվեց որպես պատասխանելու մի շարք հարցերի էկզոսֆերայի մասին։ Այն պատրաստված էր պահարան քվարցի վերևում և անցավ 7 ամիս, ուսումնասիրելով լուսնի մթնոլորտային կազմը։ Իսկ տվյալները, որոնք այն վերադարձրեց, էին նախկինում չիմացված բացառում։ Փոշու մասնիկները էկզոսֆերայում։ Ոչ պարզապես ատոմներ և մոլեկուլներ։ Փոշու հատիկներ, փոքրիկներ, միկրոմետրի չափի, բայց այդտեղ էին։ Այդ փոշին պտտվում էր լուսնի շուրջը, բավականաչափ բարձր համարվելու մասը էկզոսֆերայի։ Ինչպես է սա հնարավոր։ Փոշու հատիկները շատ ավելի ծանր են, քան մեկ ատոմ։ Դրանք պետք է անմիջապես ընկնեն գետին, բայց դրանք չեն անում դա։ Պատճառը կայանում է էլեկտրոստատիկական լիցքավորման մեջ։ Լուսնի մակերևույթը լիցքավորվում է արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթումից և արեգակնային քամուց։ Գիշերային կողմը դառնում է բացասականորեն լիցքավորված, ցերեկային կողմը դրականորեն։ Փոշու հատիկները ևս ստանում են էլեկտրական լիցք։ Իսկ երբ լիցքավորված փոշու հատիկ գտնվում է լիցքավորված մակերևույթի վրա, դրանք մերժում են միմյանց։ Հատիկները բարձրանում են։ Ապոլլո աստրոնավտները նկարագրեցին տարօրինակ երևույթ՝ լուսնային լուսադաղումներ։ Մթնշաղավացի նման պայծառություն հորիզոնի վրա արեգակածագի ժամանակ։ Երկար տարիներ գիտնականները չէին կարող բացատրել։ Հիմա մենք գիտենք։ Դրանք լույսի արտացոլանքներ էին փոշու հատիկներից, որոնք պտտվում էին մակերևույթի վերևում։ Էլեկտրոստատիկ ուժերը պահում էին դրանք օդում։ Արեգակի լույսը արտացոլվում էր դրանց վրայով։ Իսկ արդյունքը նման էր օրորայի։ Բայց դա ավելի դառնում էր։ Երբ LEDI-ի գիտնականները վերլուծեցին փոշու կազմը, նրանք հայտնաբերեցին, որ մի մասը ուներ տարօրինակ քիմիական ստորագրություն։ Դա չէր սովորական ռեգոլիթ։ Դա նյութ էր, որը մշակված էր տիեզերական ճառագայթումից։ Մասնիկներ, որոնք անցել էին փոխակերպում դրանց ժամանակի վրա էկզոսֆերայում։ Սա նշանակում էր, որ փոշու հատիկները մնում են այնտեղ ավելի երկար, քան ոչ ոք մտածել էր, միգուցե օրեր, միգուցե շաբաթներ։ Անընդհատ թռչելով երկնքում, անըմբռնելի փոքրիկ ուղեցրերում։ Հիմա պատկերացրեք, որ դուք նայում եք լուսին հեռադիտակով։ Դուք տեսնում եք սպիտակ շառավիղ, կրատերներ, ծովեր։ Բայց եթե դուք ունեիք հատուկ սարք, որը կարող էր տեսնել նատրիումի արտանետումը, դուք կտեսնեիք դեղին փայլ լուսնի շուրջը։ Եթե ունեիք սենսոր արգոնի համար, կտեսնեիք անտեսանելի ամպ։ Եթե կարողանայիք ֆիքսել հելիումը, լուսինը կլիներ փափկորեն փայլող գնդի պես։ Յուրաքանչյուր այդ գազերը պատմում է պատմություն։ Նատրիումը արեգակնային քամու մասին,
Արգոնը ռադիոակտիվ անցյալի մասին, հելիումը միլիարդներ տարիներ քայքայման մասին։ Իսկ բոլոր այդ ատոմները 100 տրիլիոն անգամ ավելի հազվագյուտ, քան երկրի օդում, ստեղծում են ինչ-որ բան։ Ոչ մթնոլորտ սովորական իմաստով, բայց ոչ էլ ոչինչ, ինչ-որ բան մեջտեղում։ Գիտնականները նույնիսկ չունեն կատարյալ անուն դրա համար։ Էկզոսֆերա լավագույն բառն է, որ ունենք, բայց նույնիսկ այդ բառը չի ֆիքսում տարօրինակությունը։ Քանի որ լուսնի մթնոլորտը միաժամանակ կա եւ չկա, այն կա, քանի որ գիտնականները կարող են չափել դա։ Կան սարքեր, որոնք ֆիքսում են ատոմները, կան հեռադիտակներ, որոնք տեսնում են նատրիումի փայլը, կան տվյալներ, որոնք ցույց են տալիս խտության փոփոխությունները։ Այն գոյություն ունի այնքանով, որքանով ֆիզիկական իրականություն է, բայց այն չկա, քանի որ դուք չեք կարող զգալ դա։ Եթե դուք կանգնած լինեիք լուսնի մակերևույթի վրա առանց կայացի, ձեր մարմինը ենթակա կլիներ բացարձակ վակուումի։ Ձեր արյան մեջ գազերը կկիպեն, ձեր թոքերը կփորձեին ընդարձակվել այնքան, որ հյուսվածքը կտրվեր։ Ոչ մի օդի մոլեկուլ չկար բավականաչափ մոտ օգնելու ձեզ։ Էկզոսֆերան կլիներ այնտեղ, միլիարդներ ատոմներ ձեր շուրջը։ Բայց դրանք այնքան դանդաղ կբախվեին ձեր մաշկին, որ ձեր նյարդային համակարգը չէր կարող ֆիքսել դա։ Սա նման է լինելու ծովում, բայց մոլեկուլները այնքան հազվագյուտ են, որ դուք չեք կարող լողալ։ Նման է լինելու օդում, բայց այնքան բարակ, որ չեք կարող թռչել։ Գոյություն ունենալու առանց ազդելու, լինելու իրական առանց լինելու համարձակ։ Բայց սա ևս ոչ թե վերջը է պատմության։ Քանի որ լուսինը ոչ միայն ունի մթնոլորտ, այն ունի էկզոթեյլ։ Էկզոթեյլ, անգլերեն բառ, որը թարգմանաբար նշանակում է արտաքին պոչ։ Եվ սա ճիշտ է ամենաբառացի իմաստով։ Լուսին ունի պոչ։ Ոչ այնպիսին, որ կարելի է տեսնել բոլոր աչքով, բայց եթե ձեր աչքերը կարողանային տեսնել նատրիումի արտանետումը, դուք կտեսնեիք ինչ-որ բան, որը կխախտեր ձեր ողջ պատկերացումը իրականության մասին։ Լուսինը, այս սպիտակ, անբիծ գնդակը երկնքում, տագնդակը երկնքում, տարածում է հսկայական նատրիումի հոսք իր հետևից։ Պոչ, որը ձգվում է ավելի քան 600,000 կիլոմետր տիեզերքով։ Սա ավելի երկար է, քան երկրից լուսին հեռավորության կեսը, եւ մենք այդ մասին իմացանք ընդամենը 20 տարի առաջ։ Պատկերացրեք այդ պահը՝ 1998 տարի։ Բոստոնի համալսարանի աստղաֆիզիկոս Միքայել Մենդիլոն ուսումնասիրում էր լուսնի էկզոսֆերան նատրիումի D գծերի միջոցով։ Սա ստանդարտ պրակտիկա էր։ Նատրիումի ատոմները արտանետում են առանձնահատուկ դեղին լույս, երբ դրանք հուզվում են արեգակի ճառագայթումից։ Այդ լույսի ալիքի երկարությունը 599 նանոմետր։ Ստույգ, չափելի, անկրկնելի։ Գիտնականները օգտագործում էին այդ սպեկտրալ ստորագրությունը, քարտեզագրելու նատրիումի բաշխումը լուսնի շուրջը։ Բայց այդ գիշեր Մենդիլոյի թիմը նկատեց ինչ-որ անսովոր բան։ Նատրիումի ազդանշանը չէր սահմանափակվում լուսնի անմիջական շրջակայքով։ Այն ձգվում էր։ Երկար, շատ երկար։ Նրանք ստուգեցին սարքերը, միգուցե սխալ էր, միգուցե աղմուկ, բայց ազդանշանը կայուն էր։ Հետագա դիտարկումները հաստատեցին. լուսինը թողնում էր հետք նատրիումի ատոմներից։ Պոչ, որը ուղղված էր հակառակ արեգակից։ Ճիշտ այնպես, ինչպես կոմետը։ Սա չէր պատահական նմանություն։ Կոմետները հայտնի են իրենց շքեղ պոչերով։ Երբ կոմետը մոտենում է արեգակին, դրա սառցե մակերևույթը սկսում է գոլորշիանալ։ Ջուրը, ածխաթթու գազը, ամոնիակը բոլորը թռչում են տիեզերք։ Իսկ արեգակնային քամին այդ գազերը հեռու է մղում արեգակից։ Արդյունքում ստացվում է գազային պոչ, որը միշտ ուղղված է հակառակ արեգակից։ Այն կարող է լինել մի քանի միլիոն կիլոմետր երկարությամբ, իսկ այդ պոչերը այնքան պայծառ են, որ տեսանելի են մեր մոլորակից առանց հեռադիտակի։ Բայց լուսինը կոմետ չէ։ Լուսինը ապար է, չոր, մեռած։ Ինչպես կարող է ունենալ նմանատիպ պոչ։ Պատասխանը գտնվում է նույն մեխանիզմների մեջ, որոնք ստեղծում են էկզոսֆերան, բայց այստեղ նրանք աշխատում են ավելի մեծ մասշտաբով։ Հիշեք, ինչպես նատրիումի ատոմները ազատվում են լուսնի մակերևույթից։ Արեգակնային քամու պրոտոնները բախվում են ռեգոլիթին։ Միկրոմետեորիտները հարվածում են փոշուն։ Նատրիումի ատոմները կտրվում են իրենց ապարային բջիջներից եւ թռչում են դեպի վեր։ Մի մասը ընկնում է վերադարձ, մյուսները մուտք են գործում էկզոսֆերա, որտեղ դրանք պտտվում են լուսնի շուրջը օրերով։ Բայց երբեմն ինչ-որ բան այլ է տեղի ունենում։ Երբեմն նատրիումի ատոմն ազատվում է այնքան մեծ արագությամբ, որ լուսնի ձգողականությունը չի կարող պահել դա։ Ազատման արագությունը լուսնի համար 2 կմ/վ։ Եթե ատոմը շարժվում է ավելի արագ, այն պարզապես թռչում է տիեզերք։
Եվ երբ այդ տեղի է ունենում, արեգակնային քամին սկսում է վարել դրանք։ Ճիշտ այնպես, ինչպես քամին վարում է կոմետային գազերը։ Նատրիումի ատոմները մղվում են հեռու արեգակից, դրանք ձևավորում են հոսք։ Եվ այդ հոսքը, երբ դիտվում է բավականաչափ զգայուն, սարքերով նման է պոչի։ Բայց ահա, որ ամենահետաքրքիրը, այդ պոչը միշտ չէ նույնը, դա փոփոխվում է։ 2007 տարի Գերմանիայի Max Planck ինստիտուտի թիմը սկսեց համակարգված դիտարկումներ լուսնի էկզոթեյլի։ Նրանք օգտագործեցին Մակդոնալդ դիտարանի հեռադիտակը Տեքսասում։ Ամիսներ շարունակ նրանք գրանցեցին նատրիումի արտանետումը, եւ այն, ինչ նրանք հայտնաբերեցին, ցույց տվեց, որ էկզոթեյլը կենդանի համակարգ է։ Այն աճում էր եւ փոքրանում էր ըստ լուսնային ցիկլի։ Այն ավելի պայծառ էր լրիվ լուսնի ժամանակ։ Այն գրեթե անհետանում էր նոր լուսնի ժամանակ։ Իսկ ամենաէքստրեմալ տատանումները տեղի էին ունենում, երբ լուսինը անցնում էր Երկրի մագնիտոսֆերայի պոչի միջով։ Ինչու է դա տեղի ունենում։ Պատասխանը կապված է արեգակնային քամու ինտենսիվության հետ։ Լրիվ լուսնի ժամանակ ամբողջ մակերևույթը, որը դիմում է Երկրին, լուսավորվում է արեգակից։ Դա նշանակում է, որ երկու գործոններ աշխատում են միասին։ Առաջին, արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթումը բախվում է մակերևույթին եւ օգնում է ազատել նատրիումի ատոմները։ Երկրորդ, արեգակնային քամին անմիջապես հարվածում է լուսավորված մակերևույթին առանց որևէ ստվերի։ Արդյունքը. ավելի շատ նատրիումի ատոմներ ազատվում են, ավելի շատ ատոմներ հասնում են ազատման արագության, եւ պոչը դառնում է ավելի երկար, ավելի խիտ։ Իսկ երբ լուսինը գտնվում է Երկրի ստվերում, լուսնային խավարման ժամանակ ամեն ինչ կանգ է առնում։ Արեգակնային քամին կտրված է, ուլտրամանուշակագույն ճառագայթումը բլոկավորված է։ Նատրիումի արտադրությունը կտրուկ նվազում է, իսկ արդեն գոյություն ունեցող էկզոթեյլը դանդաղորեն սկսում է փարատվել։ Ատոմները ցրվում են տիեզերք, պոչը մարում է։ Գիտնականները այս երևույթը անվանել են էկզոթեյլի շնչառություն։ Լուսինը շնչում է նատրիում արեգակնային ցիկլի հետ։ Բայց կա եւս մեկ տատանում, որը ավելի դրամատիկ է։ Երկրի մագնիտոսֆերան տարածվում է տիեզերքով ավելի քան 600,000 կիլոմետր հակառակ արեգակից։ Սա երկար պոչ է, որը ստեղծվում է, երբ արեգակնային քամին փոխազդում է Երկրի մագնիսական դաշտի հետ։ Եվ լուսինը, իր 30-օրյա ուղեծրային ժամանակով անցնում է այդ պոչի միջով յուրաքանչյուր ամիս մոտավորապես 6 օր։ Երբ լուսինը մտնում է մագնիտոսֆերային պոչ, ամեն ինչ փոխվում է։ Արեգակնային քամին այլևս չի կարող ուղղակիորեն հարվածել մակերևույթին։ Երկրի մագնիսական դաշտը շեղում է պրոտոնները եւ էլեկտրոնները։ Դա նման է լինելու մթնոլորտային ապաստանի տակ, բայց այդ ապաստանը անկատար է։ Մի քանի պրոտոններ դեռ անցնում են, բայց դրանց էներգիան ավելի ցածր է։ Եվ ամենակարևորը, մագնիտոսֆերային պոչում կա էլեկտրոններով հարուստ պլազմա։ Այդ էլեկտրոնները բախվում են նատրիումի ատոմներին եւ փոխում են դրանց հուզման վիճակը։ Նատրիումի արտանետման սպեկտրը փոքրինչ տեղաշարժվում է։ Գիտնականները օգտագործում են այդ փոփոխությունները որպես սուր գործիք։ Նրանք կարող են պարզել արեգակնային քամու ինտենսիվությունը պարզապես չափելով էկզոթեյլի պայծառությունը։ Նրանք կարող են հետևել Երկրի մագնիտոսֆերային գործունեությանը, դիտելով թե ինչպես է լուսինը պատասխանում։ Էկզոթեյլը դարձել է տիեզերական եղանակի դետեկտոր։ Բնական սենսոր, որը գրանցում է արեգակի տրամադրությունները։ Բայց էկզոթեյլն ունի եւս մեկ գաղտնիք։ Այն ոչ միայն նատրիումից է։ 2012 տարի NASA-ի գիտնականներն ուսումնասիրում էին LED-ի տիեզերակայանի տվյալները։ Նրանք հայտնաբերեցին, որ կա նաև կալիումի էկզոթեյլ, ավելի թույլ, քան նատրիումինը։ Բայց այնտեղ էր։ Կալիումի ատոմները եւս ազատվում էին մակերևույթից եւ ձևավորում էին սեփական պոչը։ Իսկ հետագա մոդելավորումները ցույց տվեցին, որ հնարավոր է նաև արգոնի թույլ էկզոթեյլ գոյություն ունենա։ Արգոնը ավելի ծանր է, դրա համար անհրաժեշտ է ավելի շատ էներգիա հասնելու ազատման արագության։ Բայց միկրոմետեորիտների բախումները կարող են տալ այդ էներգիան։ Որոշ ատոմներ փախչում են, եւ եթե դրանք փախչում են ճիշտ ուղղությամբ, արեգակնային քամին դրանք ավելացնում է պոչին։ Պատկերացրեք դա։ Լուսինը չունի մեկ էկզոթեյլ, այն ունի բազմաթիվ էկզոթեյլներ։ Յուրաքանչյուրը տարբեր տարից, յուրաքանչյուրը տարբեր երկարության, յուրաքանչյուրը տարբեր պայծառության։ Եթե ձեր աչքերը կարողանային տեսնել բոլոր այդ սպեկտրալ գծերը, լուսինը կթվար ինչպես ցիրկի կատարող, որն իր հետևից թողնում է ծիածանի գունավոր ժապավեններ։ Դեղին նատրիումի ժապավեն, մանուշակագույն կալիումի թելեր, անտեսանելի արգոնի հետքեր։ Ամեն մեկը պատմում է պատմություն տարբեր գիտական պրոցեսների մասին։ Այժմ եկեք համեմատենք մասշտաբները։
Մեկ նատրիումի ատոմ ունի տրամագիծ մոտավորապես 3 անգստրոմ։ Սա 3 տասնորդական տասնության 1 նանոմետր է։ Թիվ, որը բացարձակապես անհասկանալի է մարդկային զգայարաններին։ Փորձենք այսպես։ Եթե դուք ընդարձակեիք նատրիումի ատոմը մինչև ֆուտբոլի գնդակի չափի, ապա լուսնի տրամագիծը կլիներ մոտավորապես 3 միլիարդ կիլոմետր։ Սա ավելի շատ է, քան երկրից Ուրան հեռավորությունը։ Բայց այդ ամբեր փոքրիկ ատոմները, երբ դրանք ազատվում են մակերևույթից, ստեղծում են կառույց, որը ձգվում է 600,000 կիլոմետր։ Սա 12 անգամ ավելի մեծ է, քան լուսնի տրամագիծը։ Սա կես միլիոն անգամ ավելի լայն է, քան առանձին ատոմը։ Տիեզերքում քիչ բաներ գոյություն ունեն, որոնք ապրում են այսպիսի ծայրահեղ մասշտաբների վրա միաժամանակ։ Եվ ահա, որ ամենաապշեցուցիչը։ Ողջ էկզոթեյլ, այս 600,000 կիլոմետր երկարությամբ կառույցը պարունակում է մոտավորապես 1 կիլոգրամ նատրիում։ 1 կիլոգրամ։ Դուք կարող եք պահել այդ քանակությունը ձեր ձեռքում, բայց այն տարածված է այնպիսի ծավալի վրա, որ կլանում է տիեզերքային տարածության հատված, որը ավելի մեծ է, քան երկրի և լուսնի միջև հեռավորության կեսը։ Սա ֆիզիկայի առանցքային պարադոքսներից մեկն է։ Նյութը կարող է գոյություն ունենալ այնքան դժվարին ծավալների վրա, որ այն դառնում է գրեթե ոչինչ, բայց այն դեռ իրական է, այն դեռ չափելի է, այն դեռ ազդում է իր շրջակայքի վրա։ Հիմա պատկերացրեք այս երևույթի դինամիկան ժամանակի մեջ։ Յուրաքանչյուր վայրկյան մոտավորապես 10 միլիոն նատրիումի ատոմ ազատվում է լուսնի մակերևույթից բավականաչափ արագությամբ մուտք գործելու էկզոթեյլ։ 10 միլիոն ատոմ վայրկյանում։ Սա նշանակում է 600 միլիոն ատոմ յուրաքանչյուր րոպե, 36 միլիարդ ատոմ յուրաքանչյուր ժամ, 866 միլիարդ ատոմ յուրաքանչյուր օր։ Եվ այդ process-ը շարունակվում է առանց դադարի միլիարդներ տարիներ։ Բայց միաժամանակ էկզոթեյլը կորցնում է ատոմները։ Արեգակնային քամին հեռու է տանում դրանք։ Դրանք ցրվում են միջմոլորակային տիեզերք։ Որոշ ատոմներ բախվում են տիեզերական փոշուն և պարզապես կորչում են։ Մյուսները շարունակում են ուղևորությունը, դուրս նավագնացելով արեգակնային համակարգից։ Էկզոթեյլ միջին կյանքի տևողությունը մոտ 3 ամիս։ Սա նշանակում է, որ ամբողջ կառույցը լիովին թարմանում է յուրաքանչյուր քառորդում։ Ոչ մի ատոմ, որը դուք տեսնում եք այսօր էկզոթեյլում, չէր այնտեղ 3 ամիս առաջ։ Եվ ոչ մեկը չի լինի այնտեղ 3 ամիս հետո։ Սա համակարգ է անընդհատ հոսքի մեջ։ Մշտական փոփոխության վիճակ, պայմանավորված հավասարակշռություն։ Անհատական ատոմները գալիս և գնում են, բայց կառույցը մնում է։ Սա նման է գետի։ Ջուրը, որը դուք տեսնում եք այսօր, չի լինի նույնը վաղը, բայց գետը դեռ կլինի այնտեղ։ Էկզոթեյլը նույն սկզբունքով է գոյություն ունենում։ Ինքնությունը պահպանվում է չնայած անընդհատ մասնիկային փոփոխությանը։ Իսկ գիտնականները սկսել են օգտագործել այդ հատկությունը 2019 տարի։ Կալիֆոռնիայի համալսարանի թիմը հրապարակեց հետազոտություն, որը ցույց էր տալիս, թե ինչպես էկզոթեյլի դինամիկան կարող է օգտագործվել կանխատեսելու արեգակնային փոթորիկները։ Գաղափարն այս էր. արեգակնային փոթորիկները, հսկայական պայթյունները արեգակի մակերևույթին արձակում են պրոտոնների և էլեկտրոնների հոսքեր ավելի մեծ ինտենսիվությամբ, քան սովորական արեգակնային քամին։ Երբ այդ ալիքները հասնում են լուսնին, դրանք դրամատիկորեն ավելացնում են նատրիումի ազատումը։ Էկզոթեյլը կարճ ժամանակում դառնում է բազում անգամ պայծառ։ Գիտնականները նկատեցին, որ կարող են հայտնաբերել այդ պայծառացումը մի քանի ժամ նախքան արեգակնային փոթորիկի հիմնական ալիքը հասնում է Երկիր։ Ինչու՞։ Քանի որ լուսինը գտնվում է միջինում 399,000 կիլոմետր հեռավորության վրա Երկրից։ Եթե արեգակնային փոթորիկի մասնիկները շարժվում են, օրինակ 1000 կիլոմետր վայրկյանում, նրանց անհրաժեշտ է մոտ 6 րոպե հասնելու լուսնից Երկիր։ Ոչ մեծ ժամանակային պատուհան, բայց բավարար նախազգուշացնելու համար։ Արբանյակները կարող են փակվել։ Էներգետիկ ցանցերը կարող են պաշտպանված մոտ մտնել։ Աստրոնավտները միջազգային տիեզերական կայանում կարող են ապաստան գտնել ավելի պաշտպանված մոդուլներում։ Էկզոթեյլը դարձավ ավելի քան գիտական հետաքրքրություն, այն դարձավ պրակտիկական գործիք։ Բայց ամենահետաքրքիր հարցը դեռ մնում է. արդյոք մեր արեգակնային համակարգում կան այլ լուսիններ, որոնք ունեն էկզոթեյլներ։ Մարսն ունի 2 փոքրիկ լուսիններ՝ Ֆոբոսն ու Դեյմոսը։ Դրանք ավելի փոքր են, քան մեր լուսինը, դրանց ձգողականությունը ավելի թույլ է։ Սա նշանակում է, որ ավելի հեշտ է ատոմներին փախչել։ Թեորետիկորեն, Ֆոբոսը պետք է ունենար ավելի խիտ էկզոթեյլ 1 միավոր զանգվածի համեմատությամբ, բայց ոչ ոք դեռ չի դիտել այն։ Սարքերը բավականաչափ զգայուն չեն, կամ պարզապես ոչ ոք փորձել է նայել։ Հմայիչ վիճակ է։ Մենք գիտենք, որ մեր լուսինն ունի էկզոթեյլ,
Մենք կարող ենք հաշվել ֆիզիկան։ Մենք կարող ենք կանխատեսել, որ մարսյան լուսինները պետք է ունենան նմանատիպ երևույթներ։ Բայց մենք չենք կարող հաստատել։ Դա կախված է սպասելու նոր առաքելություններին, ավելի լավ հեռադիտակներին, ավելի զգայուն սպեկտրոմետրերին, իսկ ավելի հեռուն։ Յուպիտերն ունի 80-22 հայտնի լուսիններ, Սատուրնը 80 սամ։ Դրանք գործում են բազում տարբեր վիճակներում։ Ենկելադոսը, Սատուրնի լուսինը, ակտիվորեն ցցում է ջրի գոլորշիներ տիեզերք իր հարավային բևեռից։ Սա տարբեր պրոցես է, բայց արդյունքը նման է էկզոտեիլի։ Նյութական հոսք, պոչ, կառույց, որը տարածվում է տիեզերք։ Իո, մեկ այլ Յուպիտերի լուսին, ամենավուլկանաբար ակտիվ օբյեկտն է արեգակնային համակարգում։ Այն մշտապես թողնում է ծծմբի դիոքսիդի գազ։ Այդ գազի մի մասը իոնականացվում է և ֆիքսվում Յուպիտերի մագնիսական դաշտում։ Արդյունքում ստեղծում է պլազմայի հսկայական թորոս, որը շրջապատում է Յուպիտերը Իոյի ուղեծրի երկայնքով։ Սա էլ ավելի խիտ է, քան լուսնի էկզոսֆերան, բայց սկզբունքը նույնն է։ Լուսինը պարունակող մարմինը արտանետում է գազ։ Այդ գազը փոխազդում է արտաքին ուժերի հետ, ստեղծում է մթնոլորտային կառույց, որը տարածվում է լուսնից դուրս։ Այսպիսով, լուսնի էկզոտեիլը կարող է լինել ընդհանուր երևույթ, ոչ այնքան եզակի։ Միգուցե յուրաքանչյուր 60 լուսին արեգակնային համակարգում ունի որոշակի տեսակի մթնոլորտային ընդարձակում։ Մենք պարզապես սկսել ենք նայել, և սա մեզ բերում է ավելի լայն հարցի. Ինչ է իսկապես նշանակում մթնոլորտ։ Երկրի մթնոլորտը հստակ է սահմանված, այն ունի շերտեր՝ տրոպոսֆերա, ստրատոսֆերա, մեզոսֆերա, թերմոսֆերա, յուրաքանչյուրն ունի հստակ սահմաններ։ Յուրաքանչյուրն ունի այլ ֆիզիկական հատկություններ, բայց էկզոսֆերան, ամենավերին շերտը, արդեն սկսում է մշուշվել տիեզերք։ Միջազգային տիեզերական տայանը թռչում է թերմոսֆերայում և էկզոսֆերայի տերայի ստորին մասում։ Այն դեռ փորձում է մթնոլորտային քրքիջ, բայց արդեն հազվագյուտ։ Լուսնի էկզոսֆերան 100 տրիլիոն անգամ ավելի բարակ է, բայց այն դեռ գոյություն ունի։ Դա դեռ մթնոլորտի տեսակ է։ Ուստի որտեղ է գիծը։ Որքան բարակ կարող է լինել մթնոլորտը, նախքան այն դադարում է լինել մթնոլորտ և դառնում է պարզապես ուրվականներ տիեզերքում։ Գիտնականները չունեն հստակ պատասխան։ Դա փիլիսոփայական հարց է այնքան, որքան գիտական։ Բայց պրակտիկ մակարդակի վրա դա կարևոր է։ Քանի որ եթե մենք ուզում ենք կառուցել բազաներ լուսնի վրա, մենք պետք է հասկանանք էկզոսֆերան։ Ոչ թե դա կապահովի շնչելու համար օդ, բայց դա կազդի այլ կերպ։ 18 տարի մուրացկան։ NSA-ի ինժեներները հրապարակեցին հետազոտություն լուսնի փոշու հետ կապված խնդիրների մասին։ Ապոլլո առաքելությունների ժամանակ փոշին պարզվեց առաջին համարյա խնդիրներից մեկը։ Այն միավորվեց աստրոնավտների կայացներին։ Այն մտավ հաբիտատներ, այն դժվարություններ ստեղծեց մեխանիզմերին։ Իսկ մի մասը, ինչպես Լեդին հայտնաբերեց, անընդհատ պտտվում էր էկզոսֆերայում, ստեղծելով վտանգ արբանյակներին և սարքերին։ Բայց հիմա գիտնականները սկսում են հասկանալ, թե ինչպես է էկզոսֆերան կարող օգնել լուծել այս խնդիրը։ Գաղափարը պարզ է, բայց հեղափոխական։ Եթե մենք կարողանանք կառավարել էլեկտրոստատիկ լիցքերը, որոնք պահում են փոշին օդում, մենք կարողանանք կառավարել փոշուն։ Պատկերացրեք էլեկտրական դաշտի ցանց լուսնային բազայի շուրջը։ Այն կարող է մերժել լիցքավորված փոշու մասնիկները, պահպանել դրանք հեռու բնակելի տարածքներից, կամ հակառակը, ներում գոգել փոշուն և գլխավորել դա որոշակի տարածքներում, որտեղ այն կարող է անվտանգորեն հեռացվել։ Սա տեխնոլոգիա է, որը դեռ չգոյություն ունի, բայց ֆիզիկան բացահայտ է։ Էկզոսֆերան, չնայած իր ծայրահեղ բարակության, դեռ ունի էլեկտրական հատկություններ։ Դա ազդում է լիցքավորված մասնիկների վրա, և մենք կարող ենք օգտագործել այն։ Կա նաև ջրի հարցը։ Չանդրայան 1-ը հայտնաբերեց հայդրոքսիլ իոններ էկզոսֆերայում։ Հետագա առաքելությունները հաստատեցին սառցի գոյությունը մշտական ստվերի մեջ որոշ բևեռային կրատերներում։ Բայց կապը դեռ պարզ չէ։ Արդյոք էկզոսֆերայի հայդրոքսիլը կապված է մակերևույթի սառցի հետ։ Արդյոք կա շրջանառություն։ Արդյոք ջուրը գոլորշիանում է կրատերներից դանդաղորեն և թռչում է էկզոսֆերա, որտեղ արեգակի ճառագայթումը քայքայում է այն, մինչև հատանյութային բաղադրիչներ։ Եթե պատասխանն այո է, ապա լուսնային բազաները կարիք կունենան հաշվի առնել այդ պրոցեսը։ Ջուրի հանքավայրը ամբողջովին կլարված կլինի մակերևույթի վրա։ Այն կլինի դինամիկ համակարգ, որտեղ սառույցը դանդաղորեն սուբլիմանում է,
Մի մասը կորչում է տիեզերք, իսկ նոր նյութը ավելանում է կոմետային բախումներից եւ արեգակնային քամու քիմիայից։ Հասկանալ այդ շրջանառության մանրամասները կլինի կարևոր, որոշելու համար, թե որքան ջուր իսկապես հասանելի է եւ որքան արագ։ Այն կարող է օգտագործվել առանց սպառելու ռեսուրսը։ Բայց թերևս ամենահետաքրքիր կիրառությունը կապված է նավարկությանը։ 2021 տարի Եվրոպական տիեզերական գործակալությունը սկսեց հետազոտել հասկացությունը էկզոսֆերային նավարկության մասին։ Գաղափարը հիմնված էր այն փաստի վրա, որ էկզոսֆերան չնայած իր բարակության դեռ ունի զանգված, եւ երբ տիեզերակայան շարժվում է այդ մաստիկների միջով, այն փորձում է նվազագույն ուժ, շատ փոքր, բայց չափելի։ Իսկ ժամանակի ընթացքում այդ փոքր ուժերը կուտակվում են։ Հասկացությունը թվում էր անհեթեթ։ Օգտագործել էկզոսֆերան տիեզերական նավարկության համար։ Բայց ինժեներները հաշվեցին թիվերը եւ արդյունքները փոխեցին ամեն ինչ։ Պատկերացրեք փոքրիկ տիեզերակայան, որը պտտվում է լուսնի շուրջ 200 կիլոմետր բարձրության վրա։ Յուրաքանչյուր օր այն անցնում է միլիարդներ ատոմների միջով՝ նատրիում, արգոն, հելիում։ Յուրաքանչյուր քանչյուր բախում փոխանցում է ամբեր փոքր իմպուլս։ Մեկ ատոմը բախվում է արբանյակին եւ փոխանցում է իր իմպուլսի մի մասը։ Այդ իմպուլսն այնքան փոքր է, որ ոչ մի սարք չի կարող չափել մեկ բախման ազդեցությունը։ Բայց տարվա ընթացքում միլիարդները, պարոյակների միլիարդները կուտակվում են։ Եվ դանդաղորեն, անտեսանելիորեն, տիեզերակայանի ուղեծիրը սկսում է փոխվել։ 2022 տարի Չինական տիեզերական գործակալությունը թողարկեց Չանգ-ի 2 տիեզերակայանը լուսնի ուղեծրի վրա։ Առաքելության ժամանակ գիտնականները նկատեցին տարօրինակ անոմալիա։ Տիեզերակայանի պտտման արագությունը փոխվում էր ավելի արագ, քան կանխատեսված էր միայն լուսնի ձգողականությամբ եւ արեգակնային ճառագայթման ճնշումով։ Սկզբում նրանք կասկածեցին, որ սա սխալ է չափման մեջ, բայց տվյալները կրկնվեցին բազմաթիվ ուղեծրերի ընթացքում, ինչ որ բան էր հավելյալ գործում է։ Պատճառը պարզ դարձավ միայն, երբ նրանք ավելացրին էկզոսֆերայի ազդեցությունը։ Գրանտացրին էկզոսֆերայի ազդեցությունը իրենց մոդելներում։ Փոքրիկ քրքիջը, որը տիեզերակայանը փորձում էր անցնելով մաստիկների միջով արդյունքում բավականաչափ կարևոր էր, ազդելու երկարաժամկետ պտտման վրա։ Արդյունքը չափվեց մոտ 3 մետր վայրկյանում յուրաքանչյուր ամիս։ Անկարևոր թվա։ Բայց ժամանակի ընթացքում սա կարող էր կուտակվել կիլոմետրերի։ Իսկ տիեզերական նավարկության մեջ կիլոմետրը կարող է նշանակել տարբերություն հաջողության եւ ձախողման միջև։ Եվ սա բացահայտեց ինչ-որ բան ավելի խորը։ Լուսնի էկզոսֆերան, այս ամբեր բարակ կառույցը, որը հազիվ թե արժեր անվանվել մթնոլորտ, դեռ ուներ չափելի ազդեցություն ֆիզիկական իրականության վրա։ Այն ոչ ոք շնչել չէր տալիս, այն ոչ ձայն չէր փոխանցում, այն ոչ գունային երկինք չէր ստեղծում, բայց այն գոյություն ուներ բավականաչափ, շարժելու օբյեկտները տիեզերքում։ Սա հարց է բերեց ամենահիմնարար պարադոքսների մեկին ֆիզիկայում։ Որտեղից է սկսվում իրականությունը։ Միակ ատոմը չէ իրական, դա անհերքելի է։ Ատոմը ունի զանգված, այն ունի դիրք, այն ունի անիարագություն, այն կարող է բախվել մեկ այլ ատոմի եւ փոխանցել էներգիա։ Այն հավասարումներից մեջ է կախված ֆիզիկայում, այն կարող է չափվել։ Ատոմը իրական է։ Բայց երբ այդ ատոմը գոյություն ունի մեկուսացված, 7 օր առանց բախվելու մեկ այլ մասնիկի, արդյոք այն մասն է համակարգի, արդյոք այն մասն է մթնոլորտի։ Լուսնի էկզոսֆերայում միլիարդներ ատոմներ գոյություն ունեն այդ վիճակում։ Յուրաքանչյուրը իրական է անհատապես, բայց միասին դրանք այնքան հազվագյուտ են, որ դրանք գրեթե չեն փոխազդում միմյանց հետ։ Դրանք ավելի շատ նման են անհատ երթևեկությանը, քան գազի։ Ավելի շատ այլ մոլորակայինների ժողովի պես, քան մթնոլորտի։ Եվ այնուամենայնիվ, դրանք ստեղծում են կառույց։ Էկզոտեյլը գոյություն ունի։ Էկզոսֆերան տարածվում է։ Գիտնականները կարող են քարտեզավորել դա։ Տիեզերակայանները կարող են զգալ դրա ազդեցությունը։ Ուստի այն իրական է այն իմաստով, որ ազդում է տիեզերքի վրա։ Բայց հարցը մնում է. իրականության սահմանը որտեղ է։ Որքան հազվագյուտ կարող է ինչ-որ բան դառնալ, մինչև այն դադարում է լինել ինչ-որ բան։ Գիտության պատմությունը լի է այդպիսի սահմանների վերասահմանումներով։ Դարերի ընթացքում մարդիկ հավատում էին, որ օդն անտեսանելի եթեր է, որը լցնում է տարածությունը։ Հետո գիտնականները հայտնաբերեցին, որ օդը բաղկացած է մոլեկուլներից, մոլեկուլները ատոմներից, ատոմները մասնիկներից։ Յուրաքանչյուր դարաշրջան մենք խորացնում էինք ավելի եւ ավելի փոքր կառույցներ մեջ, մինչև որ հասանք քվանտային դաշտերին, որոնք գոյություն ունեն ամենուրեք միաժամանակ։ Լուսնի էկզոսֆերան գտնվում է տարօրինակ տեղում այդ շրջանակում։
Այն մակրոսկոպիկ է բավականաչափ, որ տեսնել հեռադիտակներով, բայց այն միկրոսկոպիկ է այն իմաստով, որ դրա հատկությունները որոշվում են անհատական ատոմների վարքով։ Այն գոյություն ունի ինչպես գաղափար, որը կապում է միկրո երկու աշխարհները։ Գազերի ֆիզիկան մեծ մասշտաբով եւ մասնիկային ֆիզիկան փոքր մասշտաբով հանդիպում են էկզոսֆերայում, եւ սա բերում է մեզ ժամանակի հարցին։ Ժամանակը լուսնի էկզոսֆերայում գործում է տարօրինակ կերպ։ Պատկերացրեք մեկ նատրիումի ատոմ, որը ազատվել է մակերևույթից։ Ազատման պահում այն շարժվում է 2 կմ/վայրկյանում։ Այն բարձրանում է էկզոսֆերա 5 րոպեում։ Այնտեղ այն պտտվում է լուսնի շուրջը 2 օր։ Երբ արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթման ֆոտոնը բախվում է դրան, ատոմը հուզվում է եւ արտանետում է դեղին լույս 599 նանոմետր ալիքի երկարությամբ։ Այդ գործընթացը տևում է մոտ 16 նանովայրկյան։ 16 միլիարդորդ վայրկյանի մեկը։ Հիմա համեմատեք այդ ժամանակացույցները։ Ատոմը ապրում է էկզոսֆերայում 2 օր, մոտավորապես 170,000 վայրկյան։ Բայց լույսի արտանետման գործողությունը այն պահը, երբ այն փոխազդում է արեգակի հետ, տևում է 16 նանովայրկյան։ Սա հարաբերակցություն է մոտ 10 բիլիոն մեկի։ Ատոմը անցնում է 10 միլիարդ անգամ ավելի երկար ժամանակ սպասելով եւ պտտվելով, քան գործելով։ Իսկ եթե մենք նայենք էկզոսֆերայի ողջ կյանքին, տարօրինակությունն ավելի խորանում է։ Լուսինը գոյություն ունի մոտավորապես 4 միլիարդ 500 միլիոն տարի։ Սա մոտ 140 դրական վայրկյան է։ Այդ ամբողջ ժամանակի ընթացքում էկզոսֆերան եղել է, դանդաղորեն փոխվելով, թարմանալով յուրաքանչյուր 3 ամիս, բայց մնալով որպես կառույց։ Ամբողջ այդ ժամանակահատվածում ուրիշ ինչ տեղի ունեցավ։ Երկրի վրա կյանքը զարգացավ միաբջիջից բազմաբջիջ օրգանիզմների։ Ձկները ելան ցամաք, դինոզավրերը առաջացան եւ անհետացան, կաթնասունները տարածվեցին, մարդկությունը հայտնվեց։ Մենք կառուցեցինք քաղաքակրթություններ, գյուտեցինք գրությունը, ստեղծեցինք գիտությունը, թռցինք տիեզերք։ Եվ ողջ այդ ժամանակում լուսնի էկզոսֆերան պարզապես շարունակեց գոյություն ունենալ, շնչել նատրիում, արտանետել արգոն, ձևավորել փոշու ամպեր, ստեղծել էկզոթեյլ, անփոփոխ, անընդհատ, անտարբեր։ Բայց ահա, որ ամենափարադոքսը։ Չնայած այս ժամանակի ամբեր երկարությանը, յուրաքանչյուր անհատական ատոմ էկզոսֆերայում ապրում է միայն օրեր կամ շաբաթներ։ Էկզոսֆերան հավերժական է որպես կառույց, բայց դրա բաղադրիչները անցողիկ են։ Սա նման է մարդու մարմնի բջիջների։ Ձեր մարմնի բոլոր բջիջները փոխարինվում են 7 տարվա ընթացքում, բայց դուք դեռ նույն մարդն եք։ Ձեր ինքնությունը պահպանվում է, չնայած ամբողջական նյութական թարմացմանը։ Էկզոսֆերան գործում է նույն սկզբունքով, բայց ավելի արագ մասշտաբով։ Յուրաքանչյուր 3 ամիս ամբողջ կառույցը փոխարինվում է ամբողջովին նոր ատոմներով, բայց էկզոսֆերան մնում է, դրա ձևը մնում է, դրա հատկությունները մնում են, միայն նյութը փոխվում է։ Սա բերում է մեզ փիլիսոփայական հարցի. ինչ է ավելի իրական, կառույցը, որը մնում է, թե նյութը, որը անցնում է։ Դասական ֆիզիկան պատասխանում էր, որ նյութն է իրական։ Ատոմներն են իրական, դրանց դիրքերը եւ արագությունները վերջնական են, կառույցները պարզապես օրինաչափություններ են, որ մենք տեսնում ենք։ Բայց քվանտային մեխանիկան ցույց տվեց, որ ատոմները ինքնին են հարաբերական։ Դիրքն ու արագությունը չեն կարող սահմանվել միաժամանակ։ Մասնիկը կարող է լինել մեկ տեղում եւ միաժամանակ շատ տեղերում, մինչեւ չափումը։ Իսկ էկզոսֆերան ավելացնում է նոր շերտ այդ խնդրին։ Այն է կառույց, որը բաղկացած է մասնիկներից, որոնք գրեթե երբեք չեն փոխազդում միմյանց հետ։ Ուստի արդյոք կառույցը իրական է, եթե դրա բաղադրիչները չեն ստեղծում միացյալ համակարգ։ Արդյոք օրկեստրը իրական է, եթե նվագախմբի անդամները գտնվում են տարբեր վայրերում եւ երբեք չեն լսում միմյանց։ Պատասխանը պարզ չէ։ Բայց լուսնի էկզոսֆերան ցույց է տալիս, որ իրականությունը կարող է գոյություն ունենալ շերտերի մեջ։ Մասնիկային մակարդակում յուրաքանչյուր ատոմ բացարձակապես իրական է։ Համակարգային մակարդակում էկզոսֆերան բացարձակապես իրական է։ Բայց այդ երկու մակարդակների միջև առնչությունը թույլ է, թունդ է, գրեթե անգործ։ Եվ այդտեղ է հարցը դառնում խորը։ Արդյոք լուսնի էկզոսֆերան եզակի երևույթ է, թե մոդել է ավելի լայն իրականության համար։ Պատկերացրեք տիեզերքը ինքնին։ Ըստ ժամանակակից կոսմոլոգիայի, տիեզերքը բաղկացած է ընդամենը 5% սովորական նյութից։ Մոտ 27% մութ նյութ է, իսկ մնացած 68% մութ էներգիա։
Մութ նյութը եւ մութ էներգիան չեն փոխազդում սովորական նյութի հետ նույն կերպ ինչպես սովորական նյութը փոխազդում է իր հետ։ Դրանք գոյություն ունեն, դրանք ունեն ձգողականական ազդեցություն, բայց դրանք չեն բախվում, դրանք չեն արտանետում լույս, դրանք պարզապես անցնում են միմյանցով։ Սա զարմանալիորեն նման է լուսնի էկզոսֆերային։ Համակարգ, որտեղ բաղադրիչները գոյություն ունեն, բայց հազվադեպ փոխազդում են։ Միգուցե էկզոսֆերան իսկապես մոդել է։ Մի միկրոկոսմոս, որը ցույց է տալիս ինչպես մակրոկոսմոսը աշխատում է։ Կամ գուցե ավելի խորը գնանք։ Քվանտային դաշտային տեսությունը պնդում է, որ տիեզերքը լի է վիրտուալ մասնիկներով։ Այդ մասնիկները հայտնվում են գոյությունից եւ անհետանում անընդհատ։ Դրանք ապրում են, միայն ամբեր կարճ պահեր, նախքան դրանք քայքայվում են։ Բայց ժամանակի ընթացքում դրանց ազդեցությունը կուտակվում է։ Դրանք ազդում են մասնիկների զանգվածների վրա։ Դրանք ստեղծում են Կասիմիրի ուժը, երբ երկու մետաղական թիթեղները դրվում են շատ մոտ միմյանց։ Էկզոսֆերան հավերժական կառույց բաղկացած ժամանակավոր ատոմներից հիշեցնում է քվանտային վակուումը, փարատվող մթնոլորտ բաղկացած վիրտուալ մասնիկներից։ Միգուցե սահմանը մեր պատկերացումներում է, միգուցե իրականությունը միշտ եղել է շերտավորված այս կերպ։ Պարզապես մենք վերջապես սովորում ենք տեսնել դա, բայց գործնական հարցերը մնում են, եւ դրանք դառնում են ավելի եւ ավելի ճնշող։ 2025 տարի ՆԱՍԱ-ն հրապարակեց Արտեմիս ծրագրի թարմացումը։ Մարդկային ուղևորները պետք է վերադառնան լուսնի մակերևույթին 1972-ի վերջո։ Բայց այս անգամ նպատակը ոչ թե կարճ այցելություն է, նպատակը մշտական ներկայություն է։ Բազա, որտեղ աստրոնավտները կապրեն ամիսներ կամ նույնիսկ տարիներ։ Եվ հանկարծ էկզոսֆերան, այդ գիտական հետաքրքրությունը, որը վավերացվեց։ Ընդամենը 20 տարի առաջ դարձավ ճարտարագիտական կարևորություն։ Ինժեներները պետք է նախագծեն համակարգեր, որոնք աշխատում են միջավայրում, որը անընդհատ վերաքննում է իրականության սահմանները։ Փոշու հարցը առաջնահերթություն դարձավ։ Lunar Reconnaissance Orbiter-ը եւ LADIN ցույց էին տվել, որ փոշու մասնիկները շարժվում են էկզոսֆերայում դրամատիկորեն ավելի երկար, քան ոչ ոք կանխատեսել էր։ Այդ մասնիկները, լիցքավորված էլեկտրոստատիկորեն, կարող էին վնասել էլեկտրոնային համակարգերը, կարող էին մուտք գործել հաբիտատներ, կարող էին ծածկել արեգակային փենելներ եւ նվազեցնել էներգիայի արտադրությունը։ Լուծումները պահանջում էին մտածել էկզոսֆերայի մասին ոչ թե որպես անտեսանելի խնդրի, այլ որպես ակտիվ միջավայրի, որը պետք է կառավարել։ Տեխնիկական թիմերը սկսեցին մշակել էլեկտրոստատիկ վահաններ, դաշտեր, որոնք կարող էին մերժել լիցքավորված փոշին բազայի շուրջը։ Կամ հակառակը, գոգել դա դեպի հատուկ տարածքներ, որտեղ այն կարող էր հավաքվել եւ հեռացվել։ Բայց սա պարզապես մեկ խնդիրն էր։ Կար նաեւ ջրի հարցը։ Չանդրայան 1-ը եւ հետագա առաքելությունները հաստատեցին, որ լուսինը ունի ջրի ռեսուրսներ։ Բայց այդ ջուրը չէր հեղուկ, այն սառցի տեսքով էր, թաքնված մշտական ստվերի մեջ բևեռային կրատերներում։ Եվ հարցը մնում էր, արդյոք այդ սառույցը կապված էր էկզոսֆերայի հիդրոքսիլ իոններին։ 2023 տարի Lunar Flashlight առաքելությունը, փոքրիկ CubeSat տիեզերակայանը, փորձեց քարտեզավորել սառցի բաշխումը բևեռային մարզերում։ Տվյալները ցույց տվեցին, որ սառույցը չէր միատեսակորեն բաշխված։ Որոշ կրատերներ պարունակում էին զգալի քանակություններ, մյուսները գրեթե ոչինչ, եւ ամենահետաքրքիրը, սառցի կոնցենտրացիան կապված էր էկզոսֆերային նատրիումի տատանումներին։ Կապը բարդ էր, բայց հիմնական մեխանիզմը դարձավ հասկանալի։ Արեգակնային քամու պրոտոնները բախվում էին լուսնի մակերևույթին եւ ստեղծում էին հիդրոքսիլ խմբեր, գցելով ջրածինը թթվածնին ապարների մեջ։ Մի մասը այդ հիդրոքսիլը դանդաղորեն միգրացվում էր դեպի բևեռների ստվերային կրատերները, որտեղ ջերմաստիճանը մնում էր բավականաչափ ցածր, պահպանելու սառույց։ Բայց մյուս մասը ազատվում էր օդ եւ դառնում էր մաս էկզոսֆերայի։ Սա նշանակում էր, որ էկզոսֆերան եւ մակերևույթի սառույցը մեկ համակարգի մասն էին։ Դինամիկ հավասարակշռություն, որտեղ ջուրը շարժվում էր մակերևույթից օդ եւ վերադարձ։ Եվ եթե մարդիկ սկսեին արդյունահանել սառույց բևեռային կրատերներից, դա կարող էր խանգարել այդ հավասարակշռությանը։ Արդյոք սա կլիներ խնդիր։ Ոչ ոք չէր համոզված։ Հաշվարկները ցույց էին տալիս, որ լուսնային բազան կպահանջեր մոտավորապես 5 տոննա ջուր տարեկան, թթվածինի եւ ջրածնի վառելիքի համար։ Սա ամբեր փոքր քանակություն է համեմատած ընդհանուր սառցի զանգվածի հետ, որը գնահատվում է միլիոններ տոննաներով։ Բայց խնդրեմը ոչ թե ընդհանուր քանակությունն էր, խնդրեմը արագություն էր։ Սառույցը ձևավորվում է դանդաղ, շատ դանդաղ։
Արեգակնային քամին պետք է բախվի մակերևույթին միլիոններ տարիներ, կուտակելու բավարար հիդրոքսիլ, որը դանդաղորեն միգրացվում է կկրատերներ եւ դառնում է սառույց։ Եթե մարդիկ արդյունահանեն ջուրը ավելի արագ, քան այն կուտակվում է, ռեսուրսը կսպառվի։ Սա նոր տեսակի էկոլոգիական խնդիր էր։ Երկրի վրա մենք վաղուց սովորեցինք, որ բնական ռեսուրսները վերականգնելի են միայն, եթե մենք օգտագործում ենք դրանք դանդաղ բավականաչափ։ Անտառը կարող է վերարտադրվել, եթե մենք չենք հատում բոլոր ծառերը միաժամանակ։ Ձկան պաշարները կարող են վերականգնվել, եթե մենք թույլ ենք տալիս բավարար սերունդներ ապրել եւ բազմանալ։ Բայց լուսնի սառույցը վերականգնվում է ոչ թե կենսաբանական պրոցեսներով։ Այն վերականգնվում է քիմիական պրոցեսներով, որոնք տևում են հազարամյակներ։ Եթե մենք ցանկանում ենք օգտագործել այդ ռեսուրսը կայուն կերպով, մենք պետք է մտածենք ժամանակամիջոցներով, որոնք անհասկանալի են մարդկային փորձառությանը։ Եվ սա բերում է ավելի վերացական հարցի։ Երբ մենք կառուցում ենք մշտական ներկայություն լուսնի վրա, մենք դառնում ենք մաս լուսնի էկզոսֆերային։ Մեր հաբիտատները կարտանետեն փոքր քանակությամբ գազ։ Մեր տիեզերակայանները կթողնեն փոշու հետքեր։ Մեր գործողությունները կազդեն այդ անբեր նուրբ հավասարակշռության վրա, որը գոյություն ունեցել է միլիարդներ տարիներ։ Արդյոք մենք ունենք պատասխանատվություն պահպանելու էկզոսֆերան իր բնական վիճակում։ Կամ արդյոք այն պարզապես ռեսուրս է, որը մենք կարող ենք օգտագործել ինչպես ցանկանում ենք։ Սա հարց է, որը մենք երբեք չենք ունեցել մինչև հիմա։ Քանի որ երկրի վրա մենք միշտ եղել ենք մաս էկոհամակարգի, բայց լուսնի վրա մենք կլինենք արտաքին ներխուժողներ։ Օտարներ, որոնք ժամանում են միջավայր, որը երբեք չի ունեցել կյանք։ Կա պատասխանատվություն պահպանելու անկենդան միջավայրը։ Փիլիսոփաները բանավիճում են այս հարցի շուրջը տասնամյակներ, բայց հիմա այն դարձել է պրակտիկական խնդիր։ Քանի որ մեր որոշումները լուսնի վրա կազդեն համակարգի վրա, որը գոյություն ունեցել է ավելի երկար, քան մարդկությունը ինքը։ 2025 տարի։ Միջազգային աստղային դաշինքը սկսեց մշակել լուսնային էկզոսֆերային պահպանության հուշագիր։ Փաստաթուղթը փորձեց ստեղծել ուղենիշներ, թե ինչպես մարդկային գործողությունները պետք է կառավարվեն, նվազագույնի հասցնելու ազդեցությունը էկզոսֆերայի վրա։ Խմբագիրը ներառում էր սահմանափակումներ արձակումների վրա, պահանջներ էկզոսֆերային մոնիտորինգի համար, արձանագրություններ պատահական աղտոտման դեպքում։ Բայց հիմնախնդիրն այն էր, որ ոք իսկապես չգիտեր, թե որքան մարդկային գործողություն կլիներ չափազանց շատ։ Էկզոսֆերան այնքան անսովոր համակարգ էր, որ չկային աներկրային մոդելներ։ Մենք չէինք կարող կանխատեսել ճշգրիտ, թե ինչպես այն կպատասխաներ մարդկային ներկայությանը։ Ուստի որոշումը կայացվեց սկսել փոքր։ Արտեմիս բազան կսահմանափակվի 2 տասնյակ աստրոնավտներով առաջին 5 տարիների ընթացքում։ Ջրի արդյունահանումը կսահմանափակվի մոտ 1 տոննա տարեկան։ Բոլոր արտանետումները կմոնիտորինգավորվեն անընդհատ։ Եվ եթե գիտնականները նկատեին բացասական ազդեցություն էկզոսֆերայի վրա, գործողությունները կկանգնեին մինչև լուծման գտնելը։ Սա զգուշավոր մոտեցում էր։ Հավասարակշռություն, հետազոտության ձգտման եւ պահպանման պատասխանատվության միջև։ Բայց դա նաեւ ընդունում էր ինչ-որ բան հիմնական։ Լուսնի էկզոսֆերան, այս անըմբռնելիորեն բարակ մթնոլորտը, այս գրեթե ոչինչը ուներ արժեք։ Ոչ տնտեսական արժեք, ոչ պրակտիկական արժեք, բայց ինչ-որ այլ տեսակի արժեք։ Միգուցե արժեքը գալիս էր դրա եզակիությունից։ Էկզոսֆերան կառույց է, որը գոյություն ունի իրականության սահմանի վրա։ Այն ցույց է տալիս, որ բնությունը կարող է ստեղծել համակարգեր, որոնք դժվարանում են վերացարկմանը, որոնք գոյություն ունեն 100 տրիլիոն անգամ հազվագյուտ, քան այն, ինչ մենք ճանաչում ենք մթնոլորտ անունով, բայց դեռ հավատարիմ ֆիզիկական օրենքներին։ Կամ միգուցե արժեքը ավելի խորն է։ Միգուցե էկզոսֆերան կարևոր է, քանի որ այն մեզ սովորեցնում է ինչ-որ բան հիմնական տիեզերքի մասին։ Այն մեզ ցույց է տալիս, որ իրականությունը շերտավորված է, որ միևնույն օբյեկտը կարող է լինել իրական եւ անիրական միաժամանակ, կախված այն մասշտաբից, որից դուք նայում եք, որ ժամանակը կարող է բազմազան արագություններով անցնել նույն համակարգում, որ սահմաններն իրականության եւ ոչինչի միջև ոչ թե հստակ գծեր են, այլ անհամեմատ անցումներ։ Սա դաս է, որը տարածվում է ավելի հեռու, քան լուսինը։ Մենք ապրում ենք տիեզերքում, որտեղ ամեն ինչ համախմբված է շերտերի մեջ, յուրաքանչյուրը սահմանված տարբեր ֆիզիկական օրենքներով։ Քվանտային մեխանիկան միկրոսկոպիկ մակարդակում, դասական մեխանիկան մարդկային մասշտաբում, հարաբերականությունը կոսմիկական տարածությունում եւ ժամանակում։
Իսկ էկզոսֆերան գտնվում է մի տարօրինակ միջտիեզերքում, որտեղ այդ շերտերը համընկնում են եւ խառնվում են։ Գուցե դա է իրական դասը։ Իրականությունը մեզ ավելի բարդ է, քան մեր կատեգորիաները։ Մենք սիրում ենք բաժանել աշխարհը պարզ բաժինների՝ մթնոլորտ կամ վակուում, իրական կամ անիրական, կենդանի կամ անկենդան։ Բայց բնությունը չի հարգում այդ կատեգորիաները։ Բնությունը ստեղծում է համակարգեր, որոնք գտնվում են սահմաններին, որոնք մերժում են պարզ դասակարգումը, որոնք պահանջում են մեզ ավելի նուրբ կերպ մտածել։ Լուսնի էկզոսֆերան խորհրդանշական դարձել է այդ խնդրի համար։ Յուրաքանչյուր անգամ, երբ գիտնականը փորձում է բացատրել դա, դրանք պետք է օգտագործեն խիստ համեմատություններ։ Սա նման է մթնոլորտի, բայց չի լինում մթնոլորտ։ Սա գոյություն ունի, բայց դուք չեք կարող զգալ դա։ Սա իրական է, բայց անըմբռնելիորեն թույլ։ Լեզուն պայքարում է, քանի որ մենք չունենք բառեր այնինչի համար, որ միաժամանակ է եւ չէ։ Բայց թերևս անհրաժեշտ են նոր բառեր։ Երբ մենք ընդարձակվում ենք տիեզերք եւ հանդիպում ավելի տարօրինակ միջավայրների, մենք կպահանջենք նոր կատեգորիաներ։ Նոր եղանակներ մտածելու նյունյութի եւ էներգիայի մասին։ Նոր սահմանումներ իրականության համար, իր ընդարձակ տարբեր ձևերում։ Եվ էկզոսֆերան կլինի մեր առաջին ուղեցույց։ Մեր առաջին հանդիպումը համակարգի հետ, որը պահանջում է մեզ ընդարձակել մեր հասկացողությունը գոյության մասին։ Ոչ վերջինը իհարկե։ Քանի որ տիեզերքը անսահմանափակորեն ավելի խրթին է, քան մենք երբևէ կարող ենք պատկերացնել։ Բայց սկիզբը։ Փոքրիկ քայլ դեպի ավելի լայն հասկացողություն։ Եվ դա հանգեցնում է վերջնական հարցի։ Հարցի, որը տանջում է փիլիսոփաներին հազարամյակներ, բայց որը հիմա վերցնում է նոր շտապողականություն։ Ինչ է նշանակում լինել։ Լուսնի էկզոսֆերան է, դա անքննելի է։ Մենք կարող ենք չափել դա, մենք կարող ենք դիտել դրա ազդեցությունները, մենք կարող ենք կանխատեսել դրա վարքը։ Բայց դա է այնպիսի կերպով, որը մղում է մեր ինտուիցիայի սահմանները։ Այն գոյություն ունի, բայց դուք չեք կարող շնչել դրանով։ Այն ունի զանգված, բայց ոչ չափելի քաշ։ Այն ունի ընդարձակում, բայց ոչ հստակ սահմաններ։ Այն տևում է միլիարդներ տարիներ, բայց լիովին փոխարինվում է յուրաքանչյուր 3 ամիս։ Դա ներառում է միլիարդներ մասնիկներ, բայց դրանք գրեթե երբեք չեն հանդիպում։ Ինչ տեսակի գոյություն է սա։ Ինչ կարգի իրականություն է սա։ Պատասխանը կարող է լինել, որ կան բազմաթիվ տեսակներ գոյության։ Մեր սովորական փորձը մեզ սովորեցնում է մտածել իրականության մասին որպես կամ առկա, կամ բացակա։ Ինչ որ բանը կամ իրական է, կամ չէ։ Բայց էկզոսֆերան ցույց է տալիս, որ կա միջին տարածք, մակարդակ գոյության, որը իրական է, բայց այնքան հազվագյուտ, որ այն գրեթե անտեսանելի է սովորական փորձառությանը։ Եվ միգուցե սա ճշմարտությունն է ամբողջ տիեզերքի մասին։ Միգուցե ամեն ինչ գոյություն ունի այս սպեկտրում։ Ոչինչ լիովին ոչինչ չէ, եւ ամեն ինչ լիովին ամեն ինչ չէ։ Իրականությունն ինքը գտնվում է սպեկտրում հավանականության եւ հաստատուն ապացույցի միջև։ Քվանտային մեխանիկան արդեն սա ասում է միկրոսկոպիկ մասշտաբում։ Մասնիկները գոյություն ունեն հավանականության ամպերում, մինչև դրանք չափվեն։ Դրանք կարող են լինել երկու վիճակներում միաժամանակ։ Դրանք կարող են միակցված լինել անսահմանափակ հեռավորությամբ։ Իսկ էկզոսֆերան ցույց է տալիս, որ նույն սկզբունքը կարող է գործել մակրոսկոպիկ մասշտաբում։ Ամբողջական կառույցը 600,000 կիլոմետր երկարությամբ կարող է գոյություն ունենալ քվազի վիճակում, իրական բավականաչափ, որ ազդի իր շրջակայքի վրա։ Բայց ամբելաբար բարակ, որ դժվար է արդարացնել անվանել դա բան։ Եվ սա, վերջապես, ամենածանր պարադոքսն է։ Էկզոսֆերան ստիպում է մեզ վերասահմանել ինչ է նշանակում գոյություն ունենալ։ Այն մղում է մեզ ընդլայնել մեր հասկացողությունը իրականության մասին։ Այն ցույց է տալիս, որ տիեզերքն ավելի հարուստ է, քան մեր կատեգորիաները թույլ են տալիս։ Եվ եթե սա ճշմարիտ է լուսնի մասին, այս փոքրիկ, մեռած աշխարհը, որը մենք մտածում էինք, որ լիովին հասկանում ենք, ապա ինչ այլ զարմանքներ են սպասվում։ Ինչ այլ անսովոր վիճակներ իրականության արդյոք թաքնված են Մարսի փոշոտ մթնոլորտում կամ Տիտանի հիդրոկարբոնային ծովերում կամ Ենկելադոսի սառցե ցցերում։ Ինչ այլ համակարգեր գոյություն ունեն իրականության եւ անիրականության միջև։ Ինչ այլ երևույթներ սպասվում են մեզ, որոնք մեր լեզուները պայքարում են բացատրել եւ մեր ուղեղները դժվարանում են մտածել։ Լուսնի էկզոսֆերան միայն սկիզբն է, դռնակ դեպի տարօրինակ աշխարհ, որը միշտ եղել է այնտեղ, անտեսանելի ու անհայտ, սպասելով, որ մենք զարգացնենք գործիքներ եւ գաղափարներ տեսնելու դա։ Եվ հիմա մենք տեսել ենք։ Հիմա մենք գիտենք։ Լուսինը շնչում է, դանդաղորեն, անտեսանելիորեն։
100 տրիլիոն անգամ ավելի նուրդ, քան Երկիրը, բայց շնչում է։ Եվ այդ շնչառությունը, այդ ամբեր փոքր հոսքը ատոմների դեպի եւ դուրս պատմում է պատմություն։ Պատմություն տիեզերքի մասին, որը ավելի խրթին եւ տարօրինակ եւ գեղեցիկ է, քան մենք երբևէ երազել ենք։ Բայց սա դեռ վերջը չէ։ Քանի որ լուսնի էկզոսֆերան, այս տարօրինակ գոյության վիճակը ստիպում է մեզ հարցնել ավելի խորը։ Եվ գիտնականները արդեն սկսել են գտնել պատասխանները, որոնք խախտում են նույնիսկ մեր վերափոխված հասկացողությունը։ 2026 տարի։ Եվրոպական տիեզերական գործակալության գիտնականները հրապարակեցին մոդելավորում, որը կանխատեսում էր լուսնի էկզոսֆերան կարող է ունենալ եղանակ։ Ոչ այնպիսին, որ մենք ճանաչում ենք Երկրի վրա, ոչ մրրիկներ կամ ձյուն կամ քամի, բայց տատանումներ էկզոսֆերային խտության մեջ, որոնք կարող էին կանխատեսվել հիմնվելով արեգակնային գործունեության եւ լուսնային ցիկլի վրա։ Պատկերացրեք այդ հասկացությունը։ Արեգակնային քամու ակտիվության ժամանակ էկզոսֆերան աննորմալ, ավելի շատ նատրիումի ատոմներ, ավելի խիտ փոշուշերտ, ավելի պայծառ էկզոթեյլ։ Իսկ երբ արեգակնային քամին հանգչում է, էկզոսֆերան հանգիստ, նվազ ատոմներ, ավելի բարակ փոշուշերտ, դանդաղ էկզոթեյլ։ Սա ցիկլ է, որը կրկնվում է յուրաքանչյուր արեգակնային ցիկլի հետ մոտավորապես 11 տարի։ Բայց կային նաև կարճաժամկետ տատանումներ։ Արեգակնային փոթորիկները կարող էին դրամատիկորեն փոխել էկզոսֆերային պայմանները ժամերի ընթացքում։ Նման պահերին նատրիումի արտադրությունը կարող էր աճել 1000 անգամ։ Փոշու մաստիկները կարող էին բարձրանալ ավելի բարձր, քան սովորական։ Էկզոսֆերան կարող էր փչել, ինչպես օդապարիկ։ Իսկ հետո, երբ փոթորիկը անցնում էր, ամեն ինչ կվերադառնար նորմալ։ Սա նշանակում էր, որ ապագա լուսնային բազաները պետք է մշակեին էկզոսֆերային եղանակի կանխատեսում։ Ճիշտ այնպես, ինչպես Երկրի վրա մենք կանխատեսում ենք անձրևը կամ ձյունը, լուսնի վրա գիտնականները պետք է կանխատեսեին արեգակնային փոթորիկները եւ դրանց ազդեցությունը էկզոսֆերայի վրա։ Աստրոնավտները պետք է իմանային, երբ փոշու ակտիվությունը կլիներ բարձր։ Ինժեներները պետք է պլանավորեին տիեզերազգեստների ժամանակացույցը, հաշվի առնելով էկզոսֆերային պայմանները։ Տիեզերակայանները պետք է ճշգրտեին իրենց ուղեցրերը, փոխհատուցելու էկզոսֆերային քրքիջի փոփոխությունները։ Եվ սա բացահայտեց եւս ավելի խորը խնդիր։ Եթե մարդկությունը պատրաստվում էր ապրել լուսնի վրա մշտապես, մենք պետք է սովորեինք մտածել լուսնի մասին ոչ թե որպես մեռած աշխարհի, այլ որպես կենդանի համակարգի։ Համակարգի, որն ուներ իր ռիթմերը, իր տատանումները, իր շնչառությունը։ 2029 տարի։ NASA-ի Artemis ծրագրի ներքո կառուցվեց Lunar Gateway, փոքրիկ տիեզերական կայան լուսնի ուղեցրի վրա։ Դրա առաքելություններից մեկը մոնիտորինգ էկզոսֆերայի ժամանակավոր փոփոխությունների։ Կայանը տեղադրված էր հատուկ ուղեցրի վրա, որը թույլ էր տալիս անցնել էկզոսֆերայի տարբեր շերտերով։ Սենսորները չափում էին նատրիումը, արգոնը, հելիումը անընդհատ։ Փոշու դետեկտորները գրանցում էին մասնիկների հոսքը, իսկ տվյալները ուղարկվում էին Երկիր, որտեղ գիտնականները կառուցում էին ավելի ճշգրիտ մոդելներ, եւ մոդելները սկսեցին բացահայտել տարօրինակ օրինաչափություններ։ Էկզոսֆերան պարզվեց ունի քերափներ, տեղեր, որտեղ նատրիումի կոնցենտրացիան հանկարծակի ավելանում էր։ Իսկ այդ քերափները չէին պատահական, դրանք կապված էին լուսնի մակերևույթի գեոլոգիային։ Տարածքներում, որտեղ կային մագնիսական անոմալիաները, արեգակնային քամին փոխազդում էր տարբեր կերպ։ Սա ստեղծում էր տեղային տարբերություններ նատրիումի արտադրության մեջ։ Եվ այդ տարբերությունները կարող էին տևել ժամեր կամ օրեր, կախված պայմաններից։ Սա նոր գաղափար էր։ Էկզոսֆերան ոչ միայն ուներ ժամանակավոր փոփոխություններ, այն ուներ նաև տարածական կառուցվածք։ Տեղական մթնոլորտային համակարգեր, որոնք գոյություն ունեին որոշակի տարածքների վերևում։ Սա նման էր լինելու միկրոկլիմատների Երկրի վրա, բայց անուրանալիորեն ավելի նուրբ։ Իսկ գիտնականները սկսեցին հասկանալ, որ կարող էին օգտագործել այդ տարածական տարբերությունները որպես գործիք։ Եթե էկզոսֆերան ավելի խիտ էր որոշակի տարածքների վերևում, այդ տարածքները կարող էին ունենալ հետաքրքիր գեոլոգիական հատկություններ, ռադիոակտիվ տարրերի մեծ կոնցենտրացիա, կամ սառցի պաշարներ, կամ հազվագյուտ տարրեր։ Էկզոսֆերան դառնում էր քարտեզ դեպի լուսնի թաքնված գանձերը։ Բայց տեխնոլոգիան չէր կանգնում տեղում։ 2030 տարի ճապոնական տիեզերական գործակալությունը ներկայացրեց հայեցակարգ էկզոսֆերային թափանցիկ տիեզերակայանի։ Գաղափարը հիմնված էր պարզ սկզբունքի վրա։ Եթե էկզոսֆերային քրքիջը խանգարում էր տիեզերակայանների պտտմանը, ինչու չնախագծել տիեզերակայան, որը նվազագույնի հասցներ այդ քրքիջը։
Ինժեներները սկսեցին մշակել ձևեր, որոնք թույլ էին տալիս ատոմներին անցնել առանց բախման, բացվածքներ պատերում, աերոդինամիկ մակերևույթներ, էլեկտրոստատիկ դաշտեր, որոնք շեղում էին լիցքավորված մասնիկները։ Մոդելավորումը ցույց տվեց, որ տիեզերակայանը կարող էր նվազեցնել քրքիջը 50%-ով։ Սա նշանակում էր երկարատև ուղեծրային կայունություն, ավելի քիչ վառելիքի պահանջ կորեկցիայի համար, ծախսերի խնայողություն, եւ սա միայն սկիզբն էր։ Գիտնականները երազում էին ավելի համարձակ նախագծերի մասին։ Էկզոսֆերային հավաքիչներ, սարքեր, որոնք կարող էին կենտրոնացնել նատրիումի կամ հելիումի ատոմները եւ օգտագործել դրանք որպես ռեսուրս։ Թեև կոնցենտրացիան ամբեր ցածր էր, ժամանակի ընթացքում հավաքված նյութը կարող էր լինել բավարար։ 5 տարվա մոնիտորինգի ընթացքում 1 քառակուսի կիլոմետր էկզոսֆերա կարող էր տալ մի քանի կիլոգրամ նատրիում։ Ամբեր փոքր քանակություն, բայց բավարար։ Օրինակ, իոնային շարժիչների համար։ Իոնային շարժիչները օգտագործում էին էլեկտրաէներգիա, արագացնելու իոնների հոսքերը եւ ստեղծելու մղում։ Եթե կարող էիք հավաքել նատրիումը էկզոսֆերայից, կարող էիք օգտագործել այն որպես շարժիչի աշխատանքային նյութ։ Տիեզերակայանը կարող էր սնվել լուսնի մթնոլորտից։ Դանդաղորեն, շատ դանդաղորեն, բայց երկար ժամանակահատվածում սա կարող էր նշանակել ավտոնոմություն, չկախվածություն երկրից։ Բայց հարցը մնում էր, արդյոք այդ տեխնոլոգիան արժե ներդրումները։ Հաշվարկները ցույց էին տալիս, որ անհրաժեշտ էր հսկայական հավաքիչների ցանց, 50 կամ 100 կիլոմետր տրամագծով հավաքելու նմանատիպ քանակությունները։ Նման ցանցի կառուցումը կլիներ բարդ, թանկ, ռիսկային։ Բայց գիտնականները հիշեցնում էին, որ լուսնի բազայի նպատակը ոչ թե արագ շահույթն է, նպատակը երկրաժամկետ կայունությունն է։ Եվ եթե էկզոսֆերան կարող էր տալ նույնիսկ փոքր ավանդ ռեսուրսների, դա արժե հետազոտման։ 2031 տարի։ Չինաստանի տիեզերական գործակալությունը հրապարակեց պլաններ լուսնային էկզոսֆերային աստղադիտարանի կառուցման համար։ Գաղափարը եզակի էր։ Համակարգի մեջ տեղադրված էր լուսնի մակերևույթի վրա։ Դա կարող էր ուսումնասիրել էկզոսֆերան ներսից դուրս, ոչ տիեզերակայանից, ոչ երկրից, բայց անմիջապես ներսից համակարգի։ Աստղադիտարանը կներառեր մի շարք սպեկտրոմետրեր, որոնք չափում էին նատրիումի, կալիումի, արգոնի եւ հելիումի արտանետումները։ Ու նաեւ զանգվածային սպեկտրոմետրներ, որոնք կարող էին հայտնաբերել անհայտ տարրեր կամ միացություններ։ Իսկ այդ բոլորը կաշխատեին անընդհատ, տասնամյակներ շարունակ։ Կառուցելու էկզոսֆերայի ամբողջական պատկերը ժամանակի մեջ, բայց ամենահետաքրքիր մասն այն էր, որ աստղադիտարանը նախատեսվում էր ոչ միայն էկզոսֆերայի համար, այն նաև կարող էր դիտել այլ երկնային մարմինների էկզոսֆերաները։ Մարսի փոքր լուսինները, Ֆոբոսը եւ Դեյմոսը, այստերոիդները, որոնք անցնում էին մոտով, նույնիսկ ամետներ։ Լուսինը կդառնար համակարգի դիտարկման պլատֆորմ, ուսումնասիրելու համակարգերը, որոնք գոյություն ունեն իրականության սահմանի վրա։ Իսկ գիտնականները արդեն սկսում էին հասկանալ, որ լուսինը միակը չէր։ Մարսն ունի իր էկզոսֆերա, բայց ավելի խիտ, քան լուսնինը, մոտավորապես միլիոն անգամ բարակ, քան երկրի մթնոլորտը, բայց դեռ էական, ազդելու տիեզերակայանների վրա։ Մարսյան էկզոսֆերան բաղկացած է հիմնականում ածխաթթու գազից եւ ջրածնից, կան նաեւ թթվածնի հետքեր, իսկ ամենահետաքրքիրը կանխատեսումներն են, որ Ֆոբոսը եւ Դեյմոսը կարող են ունենալ իրենց սեփական միկրոէկզոսֆերաները։ Ֆոբոսը, Մարսի ամենամեծ լուսինը, միայն 20.2 կիլոմետր է տրամագծով։ Դա այնքան փոքր է, որ դրա ձգողականությունը գրեթե 0 է։ Բայց հենց այդ պատճառով էլ ատոմները, որոնք ազատվում են դրա մակերևույթից, կարող են հեշտությամբ փախչել։ Թեորետիկապես Ֆոբոսի էկզոսֆերան կարող է լինել ավելի ակտիվ, քան լուսնինը, նույնիսկ եթե դրա ընդհանուր զանգվածը ավելի փոքր է։ Իսկ Դեյմոսը, ավելի փոքր եւ ավելի հեռու, կարող է ունենալ իր սեփական յուրահատկությունները։ Մարսից ավելի մեծ հեռավորության պատճառով արեգակնային քամին հարվածում է ավելի ուղղակիորեն։ Սա կարող է նշանակել տարբեր քիմիական պրոցեսներ մակերևույթի վրա։ Տարբեր էզոսֆերային կազմություն։ Տարբեր էկզոթեյլ, եթե այն գոյություն ունի։ Եվ հետո կան Յուպիտերի եւ Սատուրնի լուսինները։ Իոն, վուլկանաբար ակտիվ, արձակում է ծծմբի դիոքսիդ անընդհատ։ Այդ գազի մեծ մասը հարվածում է Յուպիտերին կամ կորչում է տիեզերք։ Բայց մի մասը մնում է Իոյի շուրջը, որպես ամբեր խիտ էկզոսֆերա։ Ենկելադոսը, փոքրիկ լուսին Սատուրնի կողմից, ցցում է ջրի գոլոշիներ իր հարավային բևեռից։ Այդ գոլոշիները ստեղծում են հսկայական ամպ, որը տարածվում է հազարավոր կիլոմետր։ Սա էկզոսֆերա է, թե ավելի շատ կոմետային պոչ։
Սահմանները մշուշվում են։ Յուրաքանչյուր նոր բացահայտում ցույց է տալիս, որ մթնոլորտները եւ էկզոսֆերաները գոյություն ունեն անսպասելի տեղերում եւ անսպասելի ձևերով։ Տիտանը, Սատուրնի ամենամեծ լուսինը, ունի խիտ մթնոլորտ, բայց դրա էկզոսֆերան եւս գոյություն ունի անցողիկ շերտ ջրածնի եւ ազոտի հազարավոր կիլոմետր բարձրության վրա։ Տրիտոնը, Նեպտունի լուսին, ունի նիտրոգենի նուրբ մթնոլորտ եւ աբար էկզոսֆերա։ Յուրաքանչյուր այդ համակարգերը յուրահատուկ է։ Յուրաքանչյուրը պատմում է տարբեր պատմություն տիեզերքի մասին։ Եվ լուսնի էկզոսֆերան, մեր առաջին հայտնաբերածը, դարձել է մոդել հասկանալու բոլորը։ Բայց կա եւս մեկ խորհուրդ, որը դեռ չի բացահայտվել լիովին։ Արդյոք էկզոսֆերաները կարող են ունենալ կյանք։ Սա հարց է, որը թվում է անհեթեթ։ Ինչպես կարող է կյանքը գոյություն ունենալ միջավայրում, որտեղ ատոմները բախվում են միմյանց միայն 7 օրը մեկ, որտեղ ջերմաստիճանը տատանվում է -170-ից գումարած 120 աստիճան Ցելսիուս, որտեղ ճառագայթումը կոտրում է ցանկացած մոլեկուլային կառույցը վայրկյանների ընթացքում, բայց 2035 տարի աստրոբիոլոգները սկսեցին մտածել անսովոր կերպ։ Նրանք հիշեցրին, որ կյանքը երկրի վրա գոյություն ունի ամենածայրահեղ պայմաններում։ Բակտերիաներ խորը ծովում, որտեղ ճնշումը հազարապատիկ ավելի մեծ է, քան մթնոլորտային։ Միկրոօրգանիզմներ արտիկական սառույցում, որտեղ ջերմաստիճանը -50 է։ Սպորաներ ստրատոսֆերայում, որտեղ ճառագայթումը ինտենսիվ է։ Իսկ մեր արեգակնային համակարգից դուրս հայտնաբերվել են էկզոպլանետներ, որոնք ունեն տաք Յուպիտերներ, գազային հսկաներ, որոնք շատ մոտ են իրենց աստղին։ Այդ մոլորակների մթնոլորտները ավելի տաք են, քան լուսնի ցերեկային կողմը։ Բայց տեսությունները կանխատեսում են, որ դրանց վերին շերտերում կարող են գոյություն ունենալ հովացող միկրոօրգանիզմներ։ Սպորաներ, որոնք պտտվում են մթնոլորտում երբեք չընկնելով։ Եթե կյանքը կարող է գոյություն ունենալ այնտեղ, ինչու ոչ էկզոսֆերայում։ Իհարկե ոչ բարդ կենսաձևեր, բայց մոլեկուլային կառույցներ, որոնք կարող են ինքնավերարտադրվել։ Ռիբոզիմներ, ՌՆԹ մոլեկուլներ, որոնք ունեն կատալիտիկ ակտիվություն։ Պարզագույն ինքնավերարտադրվող հատանյութեր։ Աստրոբիոլոգները հաշվեցին թիվերը։ Լուսնի էկզոսֆերայում կա հիդրոքսիլ, կա ածխածին, երբեմն բերված միկրոմետեորիտներով, կա ջրածին արեգակնային քամուց։ Թեորետիկապես այդ բաղադրիչները կարող էին միանալ եւ ստեղծել պարզագույն օրգանական մոլեկուլներ։ Ֆորմալդեհիդ, մեթանոլ, ամինաթթուներ։ Բայց հարցը մնում է, արդյոք այդ մոլեկուլները կարող են պահպանվել բավականաչափ երկար զարգացնելու բարդություն։ Էկզոսֆերայում ութրերանմանուշակագույն ճառագայթումը անընդհատ է։ Այն քայքայում է մոլեկուլները, անցում են վայրկյանների կամ րոպեների։ Ուստի ցանկացած կյանք էկզոսֆերայում պետք է լինի ամբեր կարճաժամկետ։ Մոլեկուլը կառուցվում է եւ քայքայվում է անմիջապես։ Բայց եթե process-ը բավականաչափ արագ է, միգուցե կա հավասարակշռություն։ Նոր մոլեկուլներ ստեղծվում են նույնքան արագ, որքան հինները քայքայվում են։ Սա կլինի կյանք, որը գոյություն ունի միկրովայրկյանների մակարդակում։ Ոչ թե օրգանիզմներ, ոչ թե բջիջներ, բայց քիմիական ցիկլեր, որոնք ինքնավերարտադրվում են։ Սա դեռ միայն տեսություն է։ Ոչ մի ապացույց չկա, որ նման բան իրականում տեղի է ունենում լուսնի էկզոսֆերայում։ Բայց գաղափարը բավականաչափ հետաքրքիր է, որ NASA-ն ներառել է էկզոսֆերային աստրոքիմիայի ուսումնասիրությունը Artemis ծրագրի գիտական նպատակներում։ Եվ եթե պարզվի, որ էկզոսֆերաները կարող են ունենալ նախակենսաբանական քիմիա, այն կփոխի ամեն ինչ։ Քանի որ մեր արեգակնային համակարգում տասնյակներ տարածքներ կան, որոնք ունեն էկզոսֆերաներ, յուրաքանչյուրը կարող է լինել քիմիական լաբորատորիա, որտեղ մոլեկուլները ձևավորվում են եւ քայքայվում են միլիոններ տարիներ։ Իսկ եթե մեկ այդ համակարգերից անցել է քիմիայից կենսաբանություն, նույնիսկ ամենապարզ ձևով, դա ապացույց կլինի, որ կյանքը կարող է առաջանալ ավելի լայն պայմաններում, քան մենք երբևէ կարծել ենք։ Բայց լուսնի էկզոսֆերան սովորեցնում է մեզ ավելի ընդհանուր դաս։ Այն ցույց է տալիս, որ սահմանները, որոնք մենք նկարում ենք բնության վրա, անարդար։ Մենք սիրում ենք կատեգորիաներ։ Մթնոլորտ կամ վակուում, կյանք կամ անկյանք, իրական կամ անիրական։ Բայց բնությունը գոյություն ունի սպեկտրում, եւ առավել հետաքրքիրը գտնվում է մեջտեղում, անցումային տարածքներում, որտեղ մեր կատեգորիաները փլվում են։ Լուսնի էկզոսֆերան այդ անցումային տարածքներից մեկն է։ Այն գոյություն ունի կեսպատի երկու կողմերի վրա։ Բավականաչափ իրական, որ ազդի տիեզերքի վրա, բայց այնքան նուրբ, որ մենք հազիվ թե կարող ենք ֆիքսել դա։ Այն մթնոլորտ է, որը գրեթե չէ մթնոլորտ։ Համակարգ է, որը գրեթե չէ համակարգ։ Իրականություն, որը գրեթե անիրական է։ Եվ դա հարց է բարձրացնում, որը գիտությունը դեռ չի կարող լիովին պատասխանել։ Ինչով է սահմանվում բան։ Որքան կարող է ինչ-որ բան նուրբանալ, մինչև այն դադարում է լինել։
Արդյոք սահմանը օբյեկտիվ է, թե կախված է մեր չափման գործիքներից, թե մեր գաղափարական ներկառուցվածքներից։ Լուսնի էկզոսֆերան ստիպում է մեզ ընդունել, որ բնությունը հարուստ է ավելի բարդ, քան մեր լեզուները թույլ են տալիս նկարագրել։ Եվ եթե մենք ուզում ենք իսկապես հասկանալ տիեզերքը, մենք Պետք է սովորենք մտածել նոր կերպ։ Ոչ թե բինար կատեգորիաներով, այլ սպեկտրներով, շերտերով, անցումներով։ Քանի որ իրականությունը, ինչպես լուսնի էկզոսֆերան մեզ ցույց է տալիս, գոյություն ունի բազմաթիվ մակարդակների վրա միաժամանակ, եւ ամենահետաքրքիր բացահայտումները սպասում են մեզ ոչ թե հեռավոր գալակտիկաներում, այլ այստեղ, անտեսանելի շերտերում ամենամոտ տիեզերական մարմինների։ Բայց գուցե ամենախորն այն չէ, որ մենք արդեն գիտենք։ Ամենախորն այն է, որ մենք։ Քանի որ լուսնի էկզոսֆերան, այս համակարգը, որն ուսումնասիրվել է տասնամյակներ, դեռևս լի է գաղտնիքներով, որոնք մղում են գիտության սահմանները։ Եվ յուրաքանչյուր պատասխան, որ մենք գտնում ենք, բացում է 10 նոր հարցեր։ Առաջին մեծ գաղտնիքը կապված է էկզոսֆերայի ծագման հետ։ Մենք գիտենք, որ նատրիումի ատոմները ազատվում են մակերևույթից։ Մենք գիտենք, որ արեգակնային քամին, միկրոմետեորիտները եւ ռադիոակտիվ քայքայումը աշխատում են միասին։ Բայց ճշգրիտ հարաբերակցությունները դեռ անհասկանալի են։ Որքան է յուրաքանչյուր աղբյուրի ներդրումը։ Ինչպես են դրանք փոխազդում միմյանց հետ։ 2034 տարի գիտնականները փորձեցին մոդելավորել էկզոսֆերան համակարգչային սիմուլյացիաներով։ Նրանք մուտքագրեցին բոլոր հայտնի ֆիզիկական պարամետրերը՝ արեգակնային քամու ինտենսիվությունը, միկրոմետեորիտների հոսքը, ռադիոակտիվ տարրերի կոնցենտրացիան, լուսնի մակերևույթի ջերմաստիճանը։ Եվ մոդելը կանխատեսեց էկզոսֆերա, որը նման էր իրականին, բայց ոչ նույնը։ Խտությունը տարբերվում էր 30%-ով։ Նատրիումի բաշխումը չէր համընկնում, էկզոթեյլի երկարությունը սխալ էր։ Ինչ-որ բան բացակայում էր, ինչ-որ պրոցես, որը մենք դեռ չենք հասկանում։ Միգուցե մակերևույթի քիմիան ավելի բարդ է։ Միգուցե ռեգոլիթում կան մասնիկներ, որոնք կատալիզացնում են որոշակի ռեակցիաները։ Միգուցե ջերմաստիճանային տատանումները ստեղծում են միկրոշերտեր, որտեղ ատոմները գործում են տարբեր կերպ։ Կամ գուցե կա ինչ-որ արտաքին գործոն, որին մենք դեռ չենք նկատել։ Միջգալակտիկական կոսմիկական ճառագայթները։ Երկրի մագնիտոսֆերայի անցողիկ ազդեցությունը, անհայտ աղբյուր ատոմների, եւ սա միայն սկիզբն է։ Երկրորդ գաղտնիքը ավելի խորն է։ Մենք չգիտենք արդյոք էկզոսֆերան կայուն է երկարաժամկետ մասշտաբով։ Այո, մենք դիտել ենք այն 30 տարի, բայց լուսինը գոյություն ունի 4 միլիարդ տարի։ Արդյոք էկզոսֆերան եղել է նույնը ամբողջ այդ ժամանակ, թե այն փոխվել է։ Պատկերացրեք 2 միլիարդ տարի առաջ։ Արեգակը ավելի երիտասարդ էր, ավելի ակտիվ։ Արեգակնային քամին ավելի ուժեղ էր։ Սա նշանակում է, որ էկզոսֆերան կարող էր լինել ավելի խիտ, միգուցե 10 անգամ խիտ, կամ 100 անգամ։ Արդյոք այդ ազդեց լուսնի էվոլյուցիայի վրա։ Արդյոք խիտ էկզոսֆերան կարող էր պաշտպանել մակերևույթը արեգակնային ճառագայթումից, կամ գուցե հակառակը։ 1 միլիարդ տարի ապագայում արեգակը կլինի ավելի մեծ, ավելի տաք։ Արեգակնային քամին կթուլանա, բայց ջերմային ճառագայթումը կաճի։ Ինչ կլինի էկզոսֆերայի հետ։ Արդյոք այն կգոլոշյանա ամբողջովին, թե կդառնա ավելի խիտ, քանի որ ավելի շատ ատոմներ կարտանետվեն տաք մակերևույթից։ Մենք չունենք պատասխաններ։ Մեր մոդելները չեն կարող կանխատեսել այնքան հեռու ապագա։ Չափազանց շատ անհայտ պարամետրեր, չափազանց շատ բարդություն։ Երրորդ գաղտնիքը՝ ամենախոր։ Մենք չգիտենք արդյոք կյանքը երբևէ շոշափել է լուսնի էկզոսֆերան։ Սա կարող է թվալ անիմաստ հարց։ Ինչպես կարող է կյանքը գոյություն ունենալ այնտեղ, որտեղ ատոմները հազիվ թե բախվում են։ Բայց հիշեք, ինչ մենք արդեն գիտենք։ Երկրի վրա բակտերիաները գոյություն ունեն ստրատոսֆերայում։ Սպորաները կարող են պահպանվել տիեզերական վակուումում։ Ռենա թե մոլեկուլները կարող են ինքնավերարտադրվել անսպասելի պայմաններում։ Իսկ երբ Երկիրը երիտասարդ էր 4 միլիարդ տարի առաջ, այն ենթարկվում էր ուժեղ ռմբակոծման միկրոմետեորիտներով եւ աստերոիդներով։ Որոշ այդ բախումներ այնքան հզոր էին, որ ապարները Երկրի մակերևույթից արձակվում էին տիեզերք։ Մի մասը այդ ապարների ընկավ լուսին։ Եվ այդ ապարների որոշները կարող էին պարունակել բակտերիաներ, միկրոսկոպիկ կյանք, որը պաշտպանված էր ապարի խորը շերտերում։ Երբ այդ ապարները բախվեցին լուսնին, բակտերիաների մեծ մասը ոչնչացվեց։ Բայց ինչ եթե մի քանիսը գոյատևեցին։ Ինչ եթե նրանք արտանետվեցին էկզոսֆերա։ Իհարկե նրանք չէին կարող ապրել երկար։ Ճառագայթումը կսպաներ նրանց րոպեների ընթացքում, բայց այդ րոպեներում արդյոք նրանք արտազատեցին մոլեկուլներ։ Արդյոք այդ մոլեկուլները փոխազդեցին էկզոսֆերայի քիմիայի հետ։ Արդյոք նրանք թողեցին որևէ հետք։ Սա ոչ միայն գիտական հարց է, սա նաև փիլիսոփայական հարց։
Եթե կյանքը նույնիսկ մեկ վայրկյան համար շոշափեց լուսնի էկզոսֆերան, արդյոք դա փոխում է մեր հասկացողությունը։ Արդյոք էկզոսֆերան դառնում է բիոլոգիական համակարգ, նույնիսկ եթե կյանքը կորել է միլիարդներ տարիներ առաջ։ Մենք չգիտենք, եւ գուցե երբեք չիմանանք։ Քանի որ ապացույցները, եթե նրանք երբևէ գոյություն ունեցել են, վաղուց քայքայվել են կոսմիկական ճառագայթումից եւ ժամանակից։ Բայց կա նաեւ չորրորդ գաղտնիքը։ Գաղտնիքը, որը վերաբերում է ոչ թե անցյալին, այլ ապագային։ Մենք չգիտենք, ինչպես էկզոսֆերան կարձագանքի մարդկային ներկայությանը։ Արտեմիս բազան կառուցվում է։ Աստրոնավտները կապրեն լուսնի վրա, տիեզերակայանները կպտտվեն էկզոսֆերայում, հաբիտատները կարտանետեն փոքր քանակությամբ գազեր, շարժիչները կթողնեն արտանետումներ, յուրաքանչյուր այդ գործողություններից կավելացնի նոր ատոմներ էկզոսֆերա։ Թթվածին հաբիտատներից, ջրածին վառելիքից, ածխաթթու գազ մարդկային շնչառությունից։ Սա փոքր քանակություններ են համեմատած ընդհանուր էկզոսֆերայի զանգվածի հետ։ Բայց արդյոք դրանք կարող են փոխել հավասարակշռությունը։ Պատկերացրեք, որ յուրաքանչյուր բազա արտանետում է 1 կիլոգրամ գազ օրը։ Սա ամբեր փոքր է համեմատած երկրի մթնոլորտի հետ։ Բայց լուսնի էկզոսֆերան պարունակում է միայն մի քանի տոննա ընդհանուր զանգված։ 5 տարվա ընթացքում մարդկային արտանետումները կարող են ավելացնել 10%, 10 տարի, 20%։ Արդյոք սա կլինի խնդիր։ Ոչ ոք չգիտե։ Միգուցե էկզոսֆերան կարող է կլանել լրացուցիչ գազերը առանց փոփոխման։ Կամ միգուցե այն կդառնա ավելի խիտ եւ կսկսի գործել տարբեր կերպ։ Միգուցե նոր քիմիական ռեակցիաներ կսկսվեն։ Միգուցե փոշու դինամիկան կփոխվի։ Եվ եթե մարդկությունը որոշի կառուցել ոչ թե 1 բազա, այլ 10 կամ 100։ Եթե լուսինը դառնա մշակութաբանված աշխարհ տասնյակ հազարավոր մարդկանց հետ։ Ինչպիսին կլինի էկզոսֆերան։ Արդյոք այն դեռ կլինի բնական համակարգ, թե կդառնա ինչ-որ նոր բան, խառնուրդ բնական եւ արհեստական պրոցեսների։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները կսահմանեն մարդկության ապագան տիեզերքում, քանի որ լուսինը միայն սկիզբն է։ Եթե մենք սովորենք ապրել լուսնի էկզոսֆերայում, երայում մենք կսովորենք ապրել Մարսի մթնոլորտում, Տիտանի ամպերում, Ենկելադոսի ցողերում։ Յուրաքանչյուր այդ միջավայրը հետազոտություն է, յուրաքանչյուրը դաս։ Բայց 5-րդ գաղտնիքը ամենահիմնարար։ Մենք չգիտենք, արդյոք մեր հասկացողությունը իրականության մասին բավականաչափ խորն է ընկալելու էկզոսֆերաները լիովին։ Քանի որ յուրաքանչյուր անգամ, երբ մենք մտածում ենք, թե հասկանում ենք, բնությունը մեզ ցույց է տալիս, որ ավելի շատ բարդությունը կա։ Պատկերացրեք մարդ, որը ապրել է ամբողջ կյանքը ամբողջավոր քաղաքում։ Նրա համար մթնոլորտ նշանակում է օդ, որը կարելի է շնչել, քամի, որը զգալի է մաշկի վրա, հոտեր եւ ձայներ։ Հիմա պատկերացրեք, որ դուք փորձում եք բացատրել նրան էկզոսֆերայի մասին, մթնոլորտի մասին, որ այնքան բարակ է, որ այն անըմբռնելի է զգայարաններին։ Նա կլսի ձեր բացատրությունները, նա կհասկանա բառերը, բայց արդյոք նա իրոք կհասկանա։ Արդյոք նրա մտքում կստեղծվի ճիշտ պատկեր, թե նա պարզապես կկիրառի իր գոյություն ունեցող հասկացողությունը եւ կորցնի էությունը։ Մենք բոլորս այդ մարդն ենք։ Մեր ուղեղները զարգացել են երկրի վրա։ Մեր ինտուիցիան ձևավորվել է միջավայրում, որտեղ մթնոլորտը խիտ է, ջրավորությունը պայծառ է, կյանքը ամենուրեք է։ Իսկ հիմա մենք փորձում ենք հասկանալ միջավայրներ, որոնք համապատասխանում են ոչ մեկին այդ հատկությունների։ Էկզոսֆերան գոյություն ունի սպեկտրում, որտեղ մեր լեզուն չունի բառեր։ Այն երկայնվում է ժամանակով, որը անհասկանալի է մեր փորձառությանը։ Այն բաղկացած է պրոցեսներից, որոնք տեղի են ունենում այնքան դանդաղ կամ այնքան արագ, որ մենք չենք կարող ուղղակի դիտել դրանք։ Եվ սա բարձրացնում է հարց, որը վերաբերում է ոչ միայն էկզոսֆերային։ Արդյոք մարդկային միտքը, այս ամբեր կոնկրետ գործիքը, որը զարգացել է մեկ փոքր մոլորակի վրա, կարող է իսկապես ընկալել տիեզերքի լիակատար բարդությունը։ Գուցե ոչ։ Գուցե կան իրականության մակարդակներ, որոնք մեր ուղեղները պարզապես չեն կարող մուտք գործել։ Ճիշտ այնպես, ինչպես շունը չի կարող հասկանալ քվանտային մեխանիկան, միգուցե մարդկությունը չի կարող հասկանալ որոշակի խորը ճշմարտություններ տիեզերքի մասին։ Բայց կա նաև հուսահատ տարբերակ։ Գուցե մենք կարող ենք։ Գուցե մարդկային միտքը բավականաչափ ճկուն է աճելու, ընդլայնելու, վերափոխելու իր կատեգորիաները եւ հասկացողությունները։ Լուսնի էկզոսֆերան սովորեցրեց մեզ մտածել նոր կերպ։ Այն ստիպեց մեզ ընդունել, որ մեր սկզբնական կատեգորիաները անբավարար են։ Եվ եթե մենք կարողացանք անել այն լուսնի համար, գուցե մենք կարող ենք անել ավելին։ Գուցե յուրաքանչյուր նոր բացահայտում, յուրաքանչյուր նոր տարօրինակ համակարգ, որը մենք հանդիպում ենք, ընդլայնում է մեր միտքը քիչ ավելի։ Եվ ժամանակի ընթացքում տասնամյակներ, հարյուրամյակներ, հազարամյակներ մարդկությունը դառնում է բավականաչափ խելացի,
հասկանալու այն, ինչ այժմ անհասկանալի է։ Բայց դա ապագան է։ Իսկ հիմա, այս պահին, մենք կանգնած ենք տիեզերքի դիմաց, որը անսահմանափակորեն ավելի խրթին է, քան մենք երազում էինք։ Եվ սա բերում է մեզ վերադարձ։ Վերադարձ սկզբի։ Վերադարձ այն պարզ հարցին, որից մենք սկսեցինք։ Հիշում եք, թե ինչպես սկսեցինք։ Ընդհանուր սխալ։ Սխալ, որը բոլորն են սովորել դպրոցում։ Լուսինն ունի մթնոլորտ կամ ոչ։ Սովորական պատասխանը՝ ոչ։ Բայց իրական պատասխանը՝ այո եւ ոչ։ Լուսինն ունի էկզոսֆերա, մթնոլորտ, որը այնքան բարակ է, որ այն գրեթե չէ մթնոլորտ։ Համակարգ, որը գոյություն ունի իրականության սահմանի վրա։ Բայց հիմա, երբ մենք ճանապարհորդեցինք էկզոսֆերայով, երբ մենք տեսանք նատրիումի էքսոտեյլը եւ փոշու ամպերը, երբ մենք սովորեցինք էկզոսֆերային եղանակի եւ ապագա բազաների մասին, երբ մենք խորացանք գաղտնիքների մեջ, որոնք դեռ չեն լուծված, հարցը փոխվել է։ Այժմ հարցը ոչ թե լուսին ունի մթնոլորտ, հարցն այժմ ինչ է նշանակում ունենալ մթնոլորտ։ Եվ ավելի լայն, ինչ է նշանակում ինչ-որ բան գոյություն ունենալ։ Քանի որ էկզոսֆերան մեզ սովորեցրեց, որ գոյությունը ոչ թե բինար է, ինչ-որ բան կարող է գոյություն ունենալ բազում եղանակներով միաժամանակ, իրական մասնիկային մակարդակում, բայց գրեթե անիրական մակրոսկոպիկ մակարդակում, հավերժական որպես կառույց, բայց անցողիկ իր բաղադրիչների մեջ, չափելի գիտությամբ, բայց անըմբռնելի զգայարաններով։ Եվ եթե սա ճշմարիտ է լուսնի էկզոսֆերայի համար, գուցե դա ճշմարիտ է ավելի լայն։ Գուցե ողջ տիեզերքը լի է։ Ողջ տիեզերքը լի է բաներով, որոնք գոյություն ունեն այս կիսաստվերներում։ Դաշտեր եւ ալիքներ, որոնք այնքան նուրբ են, որ մենք հազիվ թե կարող ենք ֆիքսել դրանք։ Կառույցներ, որոնք տարածում են միջև աստղերի, բայց այնքան հազվագյուտ, որ դրանք անտեսանելի են մեր հեռադիտակներին։ Համակարգեր, որոնք գոյություն ունեն 4 կամ 5 կամ 10 չափումների մեջ, բայց մենք տեսնում ենք միայն 3-ը։ Մութ նյութը, մութ էներգիան, քվանտային դաշտերը, վակուումի զրոյական կետային էներգիան։ Սրանք բոլորը բաներ են, որոնք գիտությունը պնդում է գոյություն ունեն, բայց դրանք գոյություն ունեն կիսաստվերների մեջ։ Դրանք ազդում են տիեզերքի վրա, բայց մենք չենք կարող տեսնել կամ շոշափել դրանք ուղղակի։ Գուցե իրականությունը ամբողջությամբ էկզոսֆերա է։ Սպեկտր գոյության եղանակների, որոնցից մենք տեսնում ենք միայն ամբեր նեղ միջակայքը։ Եվ մեր ողջ գիտությունը, մեր ողջ փիլիսոփայությունը փորձ է հասկանալ այն, ինչը գտնվում է մեր պատուհանից դուրս, բայց ավելի քիչ վերացական, ավելի անձնական։ Դուք, որ կարդում եք սա, դուք, որ ապրում եք երկրի վրա, այս մոլորակի վրա, որը ունի հարուստ խիտ մթնոլորտ, ինչպես է լուսնի էկզոսֆերան կապված ձեզ հետ։ Այստեղ է գեղեցիկ իրողությունը։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք նայում եք լուսնին, դուք նայում եք ավելի քան սպիտակ շառավիղ։ Դուք նայում եք համակարգի, որը շնչում է։ Դանդաղորեն, անտեսանելիորեն, բայց իրական։ Յուրաքանչյուր վայրկյան 10 միլիոն նատրիումի ատոմ ազատվում է լուսնի մակերևույթից։ Յուրաքանչյուր վայրկյան մեկ այլ 10 միլիոն կորչում է տիեզերք։ Հավասարակշռություն, որը պահպանվել է 4 միլիարդ տարի եւ կշարունակվի եւս միլիարդներ։ Երբ լրիվ լուսինը, հսկայական էկզոթելը պարուրում է տիեզերքը ձեր հետևում, դուք չեք տեսնում այն, բայց այն այնտեղ է։ 600,000 կիլոմետր նատրիումի ատոմներ, փայլող դեղին լույսով, եթե ձեր աչքերը կարողանային տեսնել այդ ալիքի երկարությունը։ Եվ այդտեղ է խոր կապը։ Դուք, մարդ, կազմված եք ատոմներից։ Այդ ատոմները ստեղծվել են աստղերի ներսում, ածխածինը ձեր մարմնում, թթվածինը, որով դուք շնչում եք, կալցիումը ձեր ոսկորներում, երկաթը ձեր արյան մեջ։ Բոլոր այդ տարրերը ստեղծվել են ավելի քան 5 միլիարդ տարի առաջ աստղերում, որոնք ապրեցին եւ մահացան նախքան մեր արեգակնային համակարգի ծնունդը։ Եվ լուսնի էկզոսֆերայի ատոմները նույն ծագումն ունեն՝ նատրիումը, կալիումը, արգոնը։ Դրանք բոլորը եղբայրներն են ձեր մարմնի ատոմներին։ Բոլորը ծնվել են աստղային հրդեհներում։ Բոլորը ճանապարհորդել են միջգալակտիկական տիեզերքով։ Բոլորը հավաքվել են շատ տարիներ առաջ, երբ արեգակնային համակարգը ձևավորվեց փոշուց եւ գազից։ Դուք եւ էկզոսֆերան բաղկացած եք նույն նյութից, նույն պատմությունն ունեք, միայն ձեր ճանապարհները տարբեր են եղել։ Ձեր ատոմները հավաքվել են երկրի վրա եւ դարձել են կյանք։ Էկզոսֆերայի ատոմները հավաքվել են լուսնի վրա եւ դարձել են ուրվականներ։ Բայց յուրաքանչյուր պահին կա կապը։ Արեգակնային քամին, որը սնուցում է էկզոսֆերան, նաեւ պաշտպանված է երկրի մագնիտոսֆերայից, որը թույլ է տալիս ձեզ ապրել։ Միկրոմետեորիտները, որոնք բախվում են լուսնին, նույն հոսքի մասն են, որը երբեմն հասնում է երկիր որպես անկող աստղեր։
Արեգակը, որը տաքացնում է լուսնի մակերևույթը եւ ստեղծում է նատրիումի արտանետումները, նույն աստղն է, որը տաքացնում է ձեր մաշկը եւ սնուցում է բոլոր կյանքը երկրի վրա։ Դուք եւ էկզոսֆերան մասն եք նույն համակարգի, երկու արտահայտություններ նույն տիեզերքային պրոցեսների, եւ սա նշանակում է ինչ-որ բան խորը։ Երբ դուք նայում եք լուսնին եւ մտածում եք էկզոսֆերայի մասին, դուք տեսնում եք տիեզերք, որը ստեղծում է կառույցներ բոլոր մակարդակներում, բարդ կարգով ձեր ուղեղի մեջ, նուրբ մինչև անըմբռնելություն էկզոսֆերայում։ Եվ ամեն ինչ դրանց միջև, տիեզերքն օրգանիզացվում է, ստեղծում է օրինաչափություններ, համակարգեր, կառույցներ։ Ոմանք, ինչպես դուք, բավականաչափ բարդ, որ սկսեն մտածել։ Ոմանք, ինչպես էկզոսֆերան, այնքան պարզ, որ դրանք գրեթե ոչինչ են, բայց բոլորը իրական են։ Բոլորը տիեզերքի արտահայտություններն են, որը փորձում է գոյություն ունենալ բոլոր հնարավոր եղանակներով։ Եվ վերջապես, վերջնական հարցը։ Հարցը, որին մենք չենք կարող պատասխանել, բայց որը մենք պետք է հարցնենք։ Ինչու՞։ Ինչու է տիեզերքը ստեղծում էկզոսֆերաներ։ Ինչու է բնությունը գոյություն ունենում համակարգերում, որոնք այնքան բարակ են, որ դրանք գրեթե անտեսանելի են։ Ինչու է իրականությունը տարածվում այս անվերջ սպեկտրի վրա գոյության եղանակների, ամենախիտից մինչև ամենանուրբը։ Գուցե պատասխանը պարզ է, որովհետև այն կարող է։ Տիեզերքը լի է անվերջ էներգիայով, անվերջ տարածությամբ, անվերջ ժամանակով։ Եվ մեջ այդ անվերջության ամեն ինչ, որը կարող է տեղի ունենալ, վերջապես կլինի։ Էկզոսֆերաները գոյություն ունեն, որովհետև ֆիզիկան թույլ է տալիս դրանց գոյություն ունենալ, այլ պատճառ պետք չէ։ Բայց գուցե կա ավելի խորը պատճառ։ Գուցե տիեզերքը զարգացնում է բարդություն, սկսելով պարզից եւ շարժվելով դեպի բարդ, սկսելով անկարգությունից եւ ստեղծելով կարգ։ Էկզոսֆերան գտնվում է այն սահմանի վրա, որտեղ անկարգություն սկսում է դառնալ կարգ։ Հատուկ տեղում, որտեղ պատահական ատոմական շարժումները սկսում են ստեղծել օրինաչափություններ եւ կառույցներ։ Եվ գուցե շատ երկար ժամանակահատվածում այդ կառույցները դառնում են ավելի բարդ։ Գուցե միլիարդներ տարիներ ապագա էկզոսֆերաները կարող են զարգացնել յուրահատկություններ, որոնք մենք չենք կարող պատկերացնել։ Գուցե նրանք կարող են դառնալ բան, որը սահմանում է նախակենսաբանական եւ կենսաբանական միջև։ Կամ գուցե ամենախորը պատասխանը ոչ թե գիտական է, այլ փիլիսոփայական։ Գուցե էկզոսֆերաները գոյություն ունեն հիշեցնելու մեզ, որ իրականությունը ավելի խրթին է, քան մեր կատեգորիաները, որ գոյությունը գտնվում է սպեկտրում, ոչ թե բինար վիճակներում, որ տիեզերքը չի հետևում մեր սահմանումներին։ Գուցե էկզոսֆերաները գոյություն ունեն սովորեցնելու մեզ զարմանալ։ Հիմա, այս պահին, լուսինը շնչում է։ 10 միլիոն նատրիումի ատոմ ազատվում է, 10 միլիոն կորչում է տիեզերք։ Էկզոթեյլը տարածվում է 600,000 կիլոմետր։ Փոշու մաստիկները պտտվում են էլեկտրոստատիկ դաշտերում։ Արգոնը դանդաղորեն քայքայվում է, հելիումը փախչում է դեպի աստղերը։ Եվ ամեն մի այդ պրոցեսներից տեղի է եղել, ունենում այնտեղ անտեսանելիորեն, լռությամբ, 100 տրիլիոն անգամ ավելի նուրբ, քան երկրի մթնոլորտը։ Բայց իրական։ Իրական այնպես, ինչպես դուք իրական եք։ Իրական այնպես, ինչպես արեգակը իրական է։ Իրական այնպես, ինչպես աստղերը, որոնք փայլում են գիշերային երկնքում։ Եվ գուցե, վերջապես, սա ամենակարևոր դասն է։ Իրականությունը գոյություն ունի բազմաթիվ եղանակներով, եւ այն, ինչը թվում է ոչինչ, կարող է լինել ամեն ինչ, եթե դուք սովորում եք նայել ճիշտ կերպ։ Էկզոսֆերան սովորեցրեց մեզ նայել ճիշտ կերպ։ Եվ հիմա, երբ մենք նայում ենք լուսնին, մենք տեսնում ենք ոչ թե մեռած անմթնոլորտ ապար։ Մենք տեսնում ենք շնչող աշխարհ, համակարգ, որը գոյություն ունի իրականության սահմանների վրա։ Հայելի, որը ցույց է տալիս մեզ, որ տիեզերքը անսահմանափակորեն ավելի խրթին է, քան մենք երբևէ երազում էինք։ Եվ գուցե հարցերը, այն հարցերը, որոնց մենք չենք կարող պատասխանել, ավելի կարևոր են, քան պատասխանները։ Գուցե գաղտնիքները, այն գաղտնիքները, որոնք մնում են նախապես մութության մեջ, ավելի գեղեցիկ են, քան ճշմարտությունները։ Եվ գուցե լուսնի էկզոսֆերան, այս գրեթե ոչինչը, որը գոյություն ունի երկու աշխարհների միջև, կատարյալ խորհրդանիշ է ամենահիմնարար հարցի համար, որը մարդկությունը երբևէ հարցրել է։ Ինչու է ինչ-որ բան գոյություն ունենում, այլ քան ոչինչ։ Մենք չգիտենք, բայց մենք գիտենք, որ այն գոյություն ունի, եւ այդ գուցե բավարար է։